Tribune AM-ի եթերում շարունակում ենք Insight հաղորդաշարը։ Այսօր զրուցելու եմ կրթության փորձագետ, AIP հիմնադրամի հոգաբարձությունների խորհրդի նախագահ պարոն Արամ Փախչյանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ուզում եմ սկսել մի հարցով, շատ ենք պնդում, մենք էլ եւ լսել եմ, որ պնդում են տարբեր մարդիկ, որ Հայաստանում կրթությունը մեռած է։ Այդպես է թե ոչ։ Իհարկե ոչ, եթե այդպես ասեինք, մենք պետք է խաչ դնեինք բազմաթիվ ազնիվ մարդկանց մեծ աշխատանքի վրա, եւ այդպիսի մարդիկ կան ու շատ են։ Հայաստանում չնայած նրան, որ կրթությունը տարիներով խոսքը գնում է 90-ականներից մեր անկախության օրերից մինչ այսօր, կրթությունը ծայրահեղ թերֆինանսավորվել է, մարդիկ խղճուկ աշխատավարձներ են ստացել, միևնույնն է շարունակել են իրենց պարտավորված գալ, միևնույնն է ինչ-որ աշխատանք արել, ու արդյունքում մենք ունենք իրավիճակ, երբ Հայաստանում չնայած այսպես եվրոպական չափանիշներով մեր կրթությունը լավագույնը չի, բայց համաշխարհային չափանիշներով մեր բարեկեցության մակարդակի երկրների հետ համեմատած Հայաստանը լավ տեսք ունի, հաշվի առնելով, որ մենք մեր բարեկեցությանը այս մակարդակին վերջի մի քանի տարվա ընթացքում ենք հասել, իսկ կրթության արդյունքը կൂട്ടակական է, եւ մենք պետք է հասկանանք, որ մենք երկար տարիներ եղել ենք բավականին աղքատ երկիր, եւ մենք կարողացել ենք պահպանել վիճակ, երբ որ երեխաների մեր բնակչության ճնշող մեծամասնությունը խոսքը գնում է 99%-ից ավել բնակչության քանակը տիրապետում է գրելուն, կարդալուն, հաշվելուն, խոսքով կարգին մարդիկ են։ Ասիկի Ամերիկայում այդ թիվը շատ ավելի ցած է։ Հա, ես հիշում մեզ դպրոցում, ասում եմ Հայաստանում 99% գրագիտության մակարդակ, այսինքն որ մարդ կարողանում է կարդալ գրել, եւ դա մեծ ինդիկատոր է, թվում էր թե փոքր բան է, հա, քեզ համար ինչ որ տարօրինակ, բայց արի ու տես։ Դե դրա մեջ կա նաև մշակութային բաղադրիչ, հայերի համար անընդունելի է անգրագետ լինելը։ Ամերիկացիների որոշ ամերիկան տարբեր ազգերի բաղկացած մի ազգություն է, որտեղ տարբեր ընկալումներ կան կրթության շուրջ, մարդիկ կան, ոնց համար դա կարևոր չէ։ Տեսեք, ասում կրթությունը մեր մոտ տարիների կուտակված փորձ է, ու շատ հաճախ նաև իմ ծնողներից եմ լսում, որ մեր սերնդից ավելի երիտասարդ սերնդի մոտ այդ կրթության նկատմամբ պատասխանատվությունը, կրթության միգուցե որակը էլ չկա։ Միշտ մամաս ասում է, ձեր սերունդը դա կրթվեց նորմալ, դպրոցի մասին է խոսքը։ Հետո արդեն քուրիկի սերնդից հետո սկսեց վատանալ ամեն ինչ։ Այդպես է, թե էլի ինչ որ թյուրըմբռնումների կամ ես կասեի այդտեղ թեթև չափազանցություն կա, այդքան էլ բան չի։ Բայց ընդհանրապես ասած, կրթության նկատմամբ մեր պահանջները, մեր ակնկալիքները զգալիորեն փոխվել են։ Մենք մի քիչ մոռանում ենք, թե ինչ ակնկալիքներ մենք ունեինք, ասենք 25 տարի առաջ։ Մեր ակնկալիքն այն է, որ երեխան գոնե կարողանա սովորել։ Դպրոցներում ցուրտ էր։ Հա, 5 րոպեանոց դասերը։ Դասերը կարճ էին, որովհետև երեխաք չէին դիմանում։ Մենք այդ վիճակից ենք եկել այսօրվա վիճակին, ու աշխարհն էլ առաջ է գնացել, եւ հիմա պահանջները աճել են, ծրագրերը բարդացել են ուսումնական բնականաբար, բայց մյուս կողմից կա խնդիր, որը բոլորն են փաստում, եւ Հայաստանում եւ Հայաստանից դուրս, որ այսօրվա երեխաները ավելի քիչ են կարևորում կրթությունը, որովհետեւ իրենք ավելի շատ են տեսնում ամեն բան, ինչ կրթություն չէ, եւ դրանով տարվում են։ Ինտերնետը համահանել։ Ամեն ինչ, հա, ամեն ինչ մեր ժամանակներում, ասենք ես իմ դպրոցական տարիներին այն ինչ որ կապված էր զարգացման, հետաքրքրությունների, ոգևորությունների, ամեն դեպքում կենտրոնացած էր դպրոցում կամ դպրոցից հետո ինչ որ խմբակներում։ Տանը դե հեռուստացույց։ Միակ Իսկ հիմա պլանշետները։ Իսկ հիմա ինչ ասես, ու դա բերում է նրան, որ երեխայի կյանքում այդքան բան որ կա, հետաքրքիր եւ ոգևորիչ, ուսուցիչը իր կավիճը ձեռքին իր համար այլևս հետաքրքիր չէ։ Ծնողներն են մեղավոր երեխաների ուսումը հավուր պատշաճի չկազմակերպելու կամ բավականաչափ չմոտիվացնելու համար։ Թե չնայած երեխան ոնց պիտի հասկանա, որ դա իր համար կարևոր է։ Երեխան պիտի հասկանա ծնողներից բնականաբար։ Ծնողները պետք է հասկանան, որ կարևոր է։ Բայց գիտեք ինչպես է, հայտնի
այսպիսի բազմաթիվ անգամ կրկնած փորձ կա, որ մարդուն ասում ես, ասա ինչն է քո կյանքում քեզ համար կարևոր։ Ասում է դե իմ կրթությունը, իմ առողջությունը, երեխաներիս առողջությունը, ես իմ շուտ լավ բաներ է ասում։ Հետո ասում ես դե հիմա ասա, այս շաբաթվա մեջ այդ ամենի համար ինչ ես արել։ Եվ սովորաբար ոչինչ կամ շատ քիչ։ Ստացվում է ինչ-որ բաներ կարևորում ենք, բայց մեր գործնական իրականության մեջ դա ամեն անգամ թողում ենք հաջորդ օրվան։ Դե լավ կանենք։ Կանենք, կզբաղվենք, կանենք, ու դա մնում է։ Եվ դարձյալ ծնողներն էլ նույն հորձանուտի մեջ են, իրենք էլ են ընկած այդ նույն ջրերը, ինչ որ իրենց երեխաները, ինտերնետներ, Facebook-ներ, YouTube-ներ, տարբեր իրադարձություններ, այս կողմից եկող ինչ որ տեղեկույթ, ու իրենք էլ պարփակված են դրա մեջ եւ ժամանակ չեն գտնում երեխաները ճուփելով։ Այսօրվա հետազոտություններ կան, որ ցույց են տալիս, որ քաղաքում ապրող ընտանիքում երեխաների եւ ծնողների միջեւ որակյալ շփումը, որը հենց խոսակցություն է, ոչ թե գնա ձեռքեր տվա, գնա նստի հաց կեր, ես ինչ ես անում, գնա դասեր տա։ Որակյալ խոսակցությունը տևում է 15 րոպե օրվա մեջ։ Օրվա մեջ, այդ լավագույն դեպքում։ Okay։ Երկու ծնող։ Լավագույն ասած չէ, միջին լավագույն։ Ավելի վատերը կամ ուզում ասեմ։ Ինքը միջինն է։ Կան ծնողներ, որոնք ավելի շատ ժամանակ, բայց միջինում 15 րոպե։ Եվ ասեմ շատ լավ գիտենք, որ եթե մենք վերցնում ենք այդ բաշխումները, ապա այդ միջինի շուրջ կուտակված է հիմնական քանակը։ Այո։ Այն փոչերը շատ կարճ են։ Եվ դա մեծ խնդիր է։ Եթե դու երեխայի չես շփվում, եթե իր հետ որակյալ ժամանակ չես անցկացնում, իսկ որակյալ նշանակում բովանդակային խոսակցություն, հետաքրքրությունների մասին խոսակցություն, կիսվել ինչ-որ փորձով, փորձառությամբ, կիսվել զգացմունքներով, լսել զգացմունքների մասին։ Երեխան քեզանից կտրվում է։ Եվ դու հետո իրեն ընդամենը թակում ես իր դուռը, մտնում ես, ասում ես դասերը տարա դուրս ես գալիս։ Իր համար ծնողի ասածը ինչ ասած, ինչ չասած։ Իր համար այդ ծնողի խոսքը պարտադրանք է, ոչ թե պարտավորություն։ Այդ ժամանակ արդեն ավելի կարևոր հարցերում երեխան ծնողի վրա, այսպես ասած, հույս չի դնի։ Հա, մանիպուլացնում է։ Ձևեր է գտնում անել այնպես, որ ծնողի ուզի այն, ինչ որ իրեն է պետք։ Եվ դա ձևեր կան, երեխաները դա տիրապետում են եւ դա անում է, իսկ ծնողը իրեն մեղավոր զգալով ենթարկվում այդ մանիպուլյացիային, որտեվ իրեն իրավասու էլ չի զգում։ Ինչ որ բան երեխային պարտադրել, կամ եթե պարտադրում է խորքու օգում զգում է անարդարությունը, որ անում է եւ այդ պատճառով հետեւողական չի իր պարտադրանքի մեջ, ասում է, բայց հետո չի իրագործում եւ այլն, ու արդյունքում ստացվում է, որ երեխաները նաեւ տեսնում են ծնողի մեջ այդ անպատասխանատվությունը եւ ժառանգում են այդ անպատասխանատվությունը։ Դե հա։ Եվ հետո արդյունքում իրենք էլ իրենց կյանքում դառնում են անպատասխանատու, ստում են ուսուցիչներին, խոստանում են չեն անում եւ այլն, եւ դա բերում է նրան, որ ես կրթությունը վնասում եմ, որտեղ կրթությունը պահանջում է հետևողականություն եւ պատասխանատվություն։ Որքանով, որքանով երեխան ինքնուրույն կարող է պատասխանատու լինել, երեխան պետք է լինի որքանով չի կարող, որտեղ երեխա է, պետք է այդ պատասխանատվության բեռը կամ երեխայի չպատասխանատվության բեռը հիմնական իր վրա վերցնի ծնողը, որոշ մասով ուսուցիչը։ Իսկ այդ դեպքում տեսեք, օրինակ կան դպրոցներ, որտեղ ենթադրենք արգելվում են հեռախոսները բջջային։ Կան դպրոցներ, որտեղ հատուկ ինչ-որ չգիտեմ, ֆորմաներ են պարտադրում։ Այդ բոլորի պես լինելը եւ բոլորից պակաս չլինելը, հա, դպրոցներ, որտեղ արգելում են հեռախոսները, այսինքն մենք այնքան կենտրոնացած ենք դասերի վրա, որ արգելում ենք հեռախոսները։ Դա արդյոք երեխաների համար զարտուղի ճանապարհներ փնտրելու առիթ չի հեռախոսը դպրոց սողոսկելու կամ օրենքները փորձել խախտելու համար։ Դե դպրոցները փորձում են գտնել միջոցներ, թե ինչպես հեռախոսի հետ կապված խնդիրը լուծել։ Երեխաների զգալի մասը ունի կախվածություն հեռախոսի։ Իրական ոչ թե հեռախոսից, այլ հեռախոսի մեջ եկող կամ հեռախոսի միջոցով իրեն հասնող բովանդակությունից։ TikTok եւ նման Instagram եւ նման այլ հավեսներ եւ չաթեր բնականաբար, լիքը չաթեր։ Հիմա պետք է երեխային գոնե ուսման ընթացքում դրանից մի քիչ կտրել։ Տարբեր դպրոցները փորձում են տարբեր միջոցներ եւ լավագույն լուծումներ դեռ որ ասես որ վերջնական լավագույն բոլորը իր հետ քննարկում են դպրոցները թե ինչպես ենք դուք անում ինչպես ենք մենք անում մենք այբում անում ենք շատ པարզ ավագ դպրոցում երեխաները կարող են օգտագործել հեռախոսը երբ որ ուսուցիչը խնդրում է իրենց օգտագործել հեռախոսները ասիկ այդ առաջադրանքը պահանջում է տեղեկույթ գտնել կամ նման մի բան
կամ պարտավոր են հեռու դնել, եթե ուսուցիչը համարում է, որ իրենց կարող խանգարել հեռախոսը, այդ դեպքում իրենք պարտավոր են դնել պայուսակի մեջ եւ չօգտագործել։ Բնականաբար խախտում են, բնականաբար պատժվում են, պատիժը շատ բարձ է, առաջին անգամ ուսուցիչ ուղակի վերցնում է ձեռքից եւ դասի վերջում վերադարձնում է, երկրորդ անգամ նույն ուսուցիչը եթե նույն երեխայից վերցրեց եւ երկրորդ եւ մնացած բոլոր անգամները։ Ապա հեռախոսը հանձնվում է ծնողին։ Երեխայի համար այն փաստը, որ ծնողը պետք է գա հասնի դպրոց, հաղթահարելով բոլոր խցանումները աշխատանքային ժամերին, որտեղ այլապես դպրոցը փակ է։ Փակ։ Եվ վերցնի իր հեռախոսը, որտեղ նա որոշել է խաղալ հեռախոսի հետ։ Եվ այն դա շակում է ծանր խոսակցություն ծնողի հետ, որը ամեն երեխա փորձում է խուսափել, ու դա օգնում է։ Այսպես ասեմ, երեխաներ երեխա են, նրանք չարաճիճ են, նրանք անդադ փորձում են սահմանները, դա նորմալ է։ Պետք չի համարել, որ եթե երեխան ինչ-որ բան խախտում է, նշանակում է նա վատ երեխա է։ Ամեն երեխան փորձում է ինչ-որ օրենք կարող խախտել, տեսնել ինչ կլինի։ Շատ բնական։ Մենք էլ ենք այդպես եղել։ Մենք այդպես անում, մենք հիմա էլ ենք այդպես անում եւ այդպեսին է եղել ենք։ Համակարգը պետք է լինի այնպեսին, որ կարևոր հարցերի շուրջ երեխայի համար իր արած հետևանքը լինի այնքան անցանկալի, որ իր համար այդ անելը լինի բավարար անցանկալի, որ նա հաղթահարի իր ցանկությունը դա անել։ Եվ դա սովորեցնում է իրեն որոշ բաներ։ Դու կյանքում էլ այդպես, ասենք, դու կարող ես ուզենաս մոտենաս մի աղջկա համբուրես, որը քեզ շատ դուր է գալիս, բայց դու գիտես, որ դրա հետևանքները լինել, ու չես անում։ Հետևանքները կարող է բավական անցանկալի լինել։ Հա։ Ու չես անում, չնայած շատ միգուցե ուզում ես։ Ու դա քեզ պարտադրում է սովորել կառավարել քո ցանկությունները եւ քո էներգիան այդ ցանկությունների մեջ պարփակված էներգիան ուղղորդել կառուցողական հունով, օրինակ այդ աղջկայի լավ հարաբերություններ հաստատել, իրեն ինչ-որ բանում օգնել աջակցել, որպեսզի վաղ թե ուշ այդ աղջիկը քեզանով ոգևորվի եւ ուզենա, որ դու իրեն ասենք թուշիկը համբուրես։ Հիմա նաև շատ հաճախ լսում ենք, որ առաջ տեսեք, եթե մեզ դպրոցում ծնող էին կանչում, դա ամոթի գագաթնակետներ, ոնց ծնող են կանչել, այս ինչ սարսափելի բան եմ արել, եւ երբ որ ծնող էին կանչում, դու ակամայից թե գիտակցաբար դու մեղավորն ես, անկախ թե ինչ ես արել, միգուցե այդքան էլ քո մեղքը չէր, համենայն դեպս ծնողը դասատուի ներկայությամբ քեզ չէր ասի, դասատուին չէր ասի, ես չեք անում, ինչ եք ինձ կանչել ծնող։ Հիմա հակառակն է, հիմա կարծես թե ծնողները ավելի շատ պաշտպանում են երեխաների շահերը, ու Աստված մի արած է դասատուն ջղայնանա տղայի կամ աղջկա վրա ծնող կանչի, ինքը չգիտի դա ինչով կավարտվի, միգուցե ծնողը գա եւ ստացվի, որ խեղճ ուկրակ դասատունն է մեղավոր։ Այս պարադիգմի փոփոխությունը ինչպես կմեկնաբանեք։ Դա բնական է, դա ամբողջ աշխարհում է։ Ամեն Հայաստանում չի։ Մի քանի պատճառն հիմնական պատճառն այն է, որ ուսուցչի հեղինակությունը անկում է ապրել, որպես մասնագիտություն աշխարհում, ոչ միայն Հայաստանում։ Այո, հազվագյուտ երկրներ կան աշխարհում, որոնք դեռ պահպանել են ուսուցչի նկատմամբ այդ հարգանքը, որը անքննելի հարգանք։ Ինչից է դա գալիս։ Դա գալիս է նրանից, որ անհատական ուսուցումը, անհատականացումը դարձել է առաջնահերթություն։ Մարդիկ ակնկալում են, որ կրթությունը ոչ թե սոցիալական գործընթաց է, որի մեջ բոլորն են ներգրաված, այլ երեխայի համար կազմակերպված գործընթաց։ Եվ սկսած 90-ական թվականներից Եվրոպայում էլ, Ամերիկայում էլ եւ մեզ է դա ինչ-որ չափով պարտադրեցին Եվրոպայից եկած մասնագետները, այն ժամանակ մենք իրենց հավատում էինք։ Իրենք բացատրեցին, որ գիտեք ինչ, լավ ձև կա կրթության որակը բարձրացնելու։ Դուք ծնողին հնարավորություն տվեք ընտրել դպրոցը։ Ծնողին դրեք վերահսկող գործընթացի, որտեղ ծնողը երեխայի լավագույն շահը պաշտպանող անձն է, թող ծնողը վերահսկի դպրոցը։ Ինչու եք դուք ուզում կենտրոնացած վերահսկում անեք։ Դա միշտ ունի խնդիրներ։ Թող հաճախորդը վերահսկի։ Եվ ծնողը իրեն զգաց հաճախորդ։ Մինչ այդ այդպես չէր։ Ծնողը իրեն հաճախորդ չէր զգում։ Ծնողը իրեն զգում է որպես շնորհակալ մարդ, ում դպրոցը օգնում է կրթել երեխային, կատարել իր սուրբ պարտականությունը։ Նրա շահը նրանում է, որ երեխան լավ կրթվեր եւ դպրոցը իր ջանքերով իրագործում էր դա եւ ծնողը խորը շնորհակալությամբ տողորված այդ դպրոցի նկատմամբ ամեն կերպ պատրաստական էր աջակցել դպրոցին։ Հիմա իրավիճակը փոխվել է։
Հիմա ծնողին դարձրեցին գլխավոր մարդ, ինքն է որոշում, որ դպրոցն է տանում, ինքն է թելադրում, դպրոցը դուր չեկավ երեխայի ձեռքից կվերցնի տանի այլ դպրոց։ Դա իրականում հենց այդպես էլ կատարվում է։ Եթե Երևանը նայենք, ասենք, այն օրերին, որ կրթական արձակուրդներ են, Երևանի շարժը քաղաքի շատ թեթևանում է առավոտներով, նշանակում է, որ այդ առավոտվա մեր խցանումների մի զգալի մասը աշակերտներն են, որոնք քաղաքի մի ծայրից գնում են քաղաքի մի այլ դպրոց, որովհետև ծնողը այդպես է որոշել, որ դա հենց լավագույն դպրոցն է։ Ու այդ աբսուրդը, երբ որ մենք որոշեցինք, որ ծնողների վերահսկողության շնորհիվ հնարավոր է բարձրացնել կրթության որակը, աշխարհով մեկ տարածվեց։ Հիմա այն մարդիկ, որոնք այդ գաղափարախոսությունը տարածում էին, արդեն վաղուց զրկվել են որևէ որոշում կայացնել իրավունքից, որտեղ դա մեծ հարված հասցրեց կրթությանը։ Բայց այդ մշակույթը շարունակվում է եւ հետաքրքիրն այն է, որ բիզնեսից եկած ցանկացած մարդ միանգամից այդ միտք ունի, դե իհարկե պետք է հաճախորդին հանձնես։ Ոչ, ծնողը հաճախորդ չի, ծնողը լավագույն դեպքում ոչ այնքան լավ պատրաստված գործընկեր է, ով դեռ ճանապարհ ունի անցնելու, որ դառնա լավ գործընկեր։ Ծնողների մեծամասնությունը վատ ծնողներ են։ Իրենք իրենց գործ անել չգիտեն, որտեղ իրենց ոչ ոք չի սովորեցրել լավ ծնող լինել։ Իրենք անկապ ծնողներ են, որոնք իրենց իրավքի նորմալ դաստիարակել չգիտեն, կրթություն տալ չգիտեն, չնայած համազդությամբ հենց իրենց վրա է դրած երեխաների կրթությունը։ Այն չանենք։ Հիմա ինչ անենք։ Սերունդի փոխվի։ Մենք, այսպես ասեմ, այն երեխաները, եթե իրենք ուզենան ծնող դառնալ, որովհետև հիմա ծնող դառնալու ցանկությունն էլ է զգալիորեն նվազել հասարակության մեջ։ Այդ այն ծնողները, երեխաները, որոնք այսօր կսովորեն դպրոցներում, հուսամ մենք հասցնենք դպրոցները բարելավեն այն աստիճան, որպես իրենք ստանան ճիշտ կրթական փորձառություն, որ իրենք սովորեն ճիշտ դպրոցը, որտեղ հավես է սովորել, որտեղ հետաքրքիր է, որի նկատմամբ իրենք սեր են տածում այդ դպրոցին։ Եվ իրենք դառնան ծնող, իրենք կուզենան, որ իրենց երեխաներն էլ այդպիսի դպրոցում սովորեն։ Իրենք կլինեն լավ ծնող։ Որտեղ են դաստիարակում լավ ծնողները։ Դե ճիշտն ասած ոչ միտեղ ու դա խնդիր է, կան ծնողավարության դասընթացներ։ Մենք ենք հիմա իրական դպրոցում անդադ մեր մեջ քննարկում, որ մենք էլ մեկնարկենք ծնողավարության դասընթացներ միջև դպրոց ընդունվելը։ Okay. Ծնողների համար եթե իրենք ուզում են երեխային բերել են դպրոց, մենք իրենց խորհուրդ կտանք դիմել եւ անցնել ծնողավարության դասընթացներ, որ ավելի լավ պատրաստ լինել գոնե դպրոցականի ծնող, որ մի քիչ ավելի բարդ է, քան լինել ընդհանրապես ծնող, բայց անգամ ընդհանրապես ծնող լինելը ավելի բարդ է։ Դրա մասին հետաքրքիր գիրք կա ամերիկյան, որը հենց բացահայտում է, թե ինչ տեսակի հետաքրքիր առասպելներ կան ծնողավարության մեջ, որոնք հեռու են իրականությունից։ Եվ շատ ծնողներ այդ առասպելներով ապրելով իրենց երեխաների մեծացնում են, եւ հետո երեխաներն են տուժում, իրենք են տուժում, դպրոցներն են տուժում։ Ասածս այն է, որ լուծումներից մեկը, եթե մի քիչ այդպես երկար չնայենք, մի քիչ կարճ նայենք, այն է, որ մենք ունենանք դպրոցներում ուսուցիչներ եւ տնօրեններ, որոնք կարողանան ճիշտ խորհուրդներ տալ ծնողներին եւ համագործակցել ծնողների հետ։ Այդ մշակույթն մեզ մոտ չկա։ Մեզ մոտ տնօրենը տեսնում է իրեն լավագույն դեպքում իր սենյակի տնօրեն կամ իր սենյակի եւ ուսուցիչների տնօրեն։ Մի քիչ էլ կարող է ամենալավ տնօրենն է, նաեւ իրենց ընկանեն որպես երեխաների տնօրեն, բայց տնօրենը իրականում բոլորի տնօրենն է, համայնքի տնօրենն է, ասենք ամբողջ համայնքում կրթական, ասենք գյուղում, քաղաքում, եթե այդ տարածքը որտեղ վերցնենք, որտեղ կա այդ դպրոցը, բոլոր այդ մարդուն հերվից տեսնելով, պիտի ասեմ, որ այսա է մեր կրթական հեղինակությունը, այս մարդն է, ումից մենք պետք է հարցնենք, թե ինչ է կրթությունը, ինչպես պետք է կրթել երեխաներին, ինչպես պետք է դաստիարակել երեխաներին եւ այլն։ Եթե տնօրենը ունենա այդ համբավը եւ ասեմ, խորհրդային տարիներին այդպես էր։ Լավ տնօրենները քաղաքում ճանաչելի են։ Այո։ Եվ իրենց խոսքը անցնում էր, իրենց պատկերացումը կրթության մասին անցնում էր։ Իրենց հավատում էին։ Եթե այդպիսի տնօրեններ մնան, բնականաբար այդ դեպքում ծնողը չի գա ոդկով դուռը բացի եւ ինչ ես ասում, այո, բղավի ուսուցչի վրա կհարգի եւ տնօրենին եւ անձնակազմին դպրոց եւ ուսուցիչներին եւ հարգանքով կերաբերվի, իմանալով, որ այստեղ կրթություն է իրագործվում։ Այս մարդիկ շատ ավելի լավ գիտեն թե կրթությունը ինչ է, քան ինքը ծնողը, որը շահ ունի իր երեխային լավ կրթություն ապահովել եւ որի համար դպրոցը մի փրկություն է, որ այդ կրթությունը տալիս է։ Այսինքն ծնողը ինքը իր մեջ պիտի գա այդ գիտակցությանը, որ միշտ չի, որ ես ամեն ինչ գիտեմ ու հատկապես կրթության ոլորտում ես ամեն ինչ չգիտեմ ու իմ երեխայի կրթությունը եւ կրթական դաստիարակությունը պետք է վստահեմ դպրոցին առանց գալու
դուռը բացելու, բղավելու եւ ինչ որ այլ Այո, բայց դրա համար եւ ուսուցիչները եւ տնօրենները դպրոցների պետք է ունենան այդ հեղինակությունը որպես մասնակիցներ, որով պիտի կարողանան ոչ թե սխալ լուծումներ տալ խնդիրներին եւ հետո դրանք փորձել սքողել եւ անտեսել, այլ լուծումներ տան խնդիրներին եւ ցույց տան, որ իրենք գիտեն ինչպիսի լուծումներ կան։ Չնայած լուծումների մի զգալի մասը արագ արդյունքի չեն բերում։ Եվ կան իրավիճակներ, որ լուծում չկա։ Ինչպիսի իրավիճակ օրինակ։ Այսպես ասեմ, մեզ միշտ թվում է, որ եթե մենք ինչ որ սխալ ենք թույլ տվել երեխայի դաստիարակության մեջ, դա միշտ շտկելի է։ Okay։ Դա այդպես չի։ Հա։ Նույնը ինչպես մենք շատ լավ գիտենք, որ աղցանի մեջ ինչ որ բան սխալ ենք գցել վերջ։ Էլ վերջ չես կարող քանդես հավաքել։ Այո։ Նույնը երեխան է, բան կա, եթե կոպիտ սխալ ես թույլ տվել, որպես ծնող, որպես դպրոց։ Շատ բաներ արդեն աննարին է շտկել։ Մենք պետք է դրա հետ հաշտվենք։ Դա արդեն մի իրականություն է, որի հետ դու պետք է գործ ունենաս։ Եվ միշտ ծնողները միշտ այդպեսի ակնկալիք ունեն, որ դե հիմա ինչ եղել որ երեխաս վատ է սովորում, չի սիրում մաթեմը, թող լավ սովորի ու սիրի։ Այդպես չի։ Դու կարող ես ունենալ իրավիճակ, երբ երեխան այլևս չի կարողանա սիրել այդ մաթեմը։ Դու պետք է կամ այդ շտկել այնքան ջանք է պահանջում, որ դու պետք է որպես ծնող դրա մեջ մեծ ներդրում ունենաս։ Դու պետք է այդ երեխայի հետ աշխատես, պետք է գտնես ճիշտ մասնակետ օր, այդ երեխայի հետ օրեր կանցկացնի, ամիսներ, հետը ամեն ինչ անելով, որ կամած, դանդաղ, ինչպես դա անում են, ասենք, երբ որ մարդը մի ծանր պատահար է ունենում, հետո պետք է վերականգնվի, չէ՞, այդ քիչ-քիչ։ Ու այդ ճանապարհը պետք է երեխայի հետ անցնես։ Դու պատրաստական չէ, թե ես հրաշք ես ուզում, այս կախարդական փայտիկով թրեպ ու մեկ էլ ուսուցիչը լուծում տվեց։ Ոչ, չի լինելու։ Հեշտ չի դա։ Ամեն բան չի որ հնարավոր է մարդկանց հետ անում, որտեղ մեր նեյրոնային համակարգը, որը կառավարում է մեր գործողությունները, եւ մեր հոգին, որը դե չգիտենք ինչ է, որը նաեւ կառավարում է շատ բան մեզանում եւ պայմանավորում է։ Իրենք այնպիսի բաներ են, որոնց մասին մարդկային պատկերացումները շատ սահմանափակ են։ Շատ ճիշտ է։ Ու չենք ստանում, հա։ Եվ դրա հետ խաղա, դրա հետ հաշվի չնստել, հետո ասել ես ինչ պատահեց, ոնց եղավ այս երեխաս չի սիրում սովորել։ Լավ էր, հա։ Ամեն ինչ լավ էր։ Այդպես չի, դու պետք է շատ նուրբ լինես, նրբազգաց լինես, ամեն բան հասկանաս, գիտակցես, խորանաս, ոչ թե անտարբեր լինես, հետո ասես ուզում եմ։ Այդպես չի։ Երկու բան է այստեղ եկավ մտքից, առաջինը մեր ծնողները, մեր տատիկները, պապիկները, մեր ժամանակ սենց ա եղել, մենք սենց ենք արել, դե դու էլ կանես, եւ այդպես սերնդեսերունդ եկել են ինչ-որ մոտեցումներ, եւ մեր ժամանակ չսովորելը շատ ամոթ էր։ Դու պիտի սովորես, հավասարաչափ պիտի սիրես լեզուները, մաթեմատիկան, ֆիզիկան, աշխարհագրությունը։ Հիմա կարծես փոխվել է։ Եթե երեխան չի սիրում մաթեմատիկան, ծնողը կամ միգուցե դպրոցը ասում լավ, օքեյ, դու մաթեմատիկան չես սիրում, արի կենտրոնանանք այն կողմի վրա, որ դու ուժեղ ես։ Միգուցե դու ունես հումանիտար մտածողություն, արի քեզ տանենք հումանիտար ուղղությամբ։ Ի վերջո, որ դա ճիշտ, այդպես ստիպել բոլորը ամեն ինչ իմանալ թեկուզ եւ քիչ, թեկուզ եւ ոչ շատ խորացված, թե կենտրոնանալ ինչ-որ մի ուղղության վրա, մտածել դե լավ, դե Պյութագորասի թեորեմը քեզ 35 տարեկանում պետք չի լինելու։ Երկուսն է ճիշտ է։ Հա։ Միջև 9-րդ դասարան հանրակրթությունը պահանջում է, որպեսզի երեխայի մոտ լինի մակերեսային գիտելիք ամեն ինչից։ Ամեն ինչից։ Եվ դա շատ կարևոր է։ Ժամանակակից մարդը պետք է ուղղակի որակյալ ժամանակակից կյանք ապրելու համար շատ բան իմանա։ Չես կարող այլապես, ուղղակի չես կարող։ Շատ չսովորես, դժվարություններ կունենաս ամենապարզ հարցերում։ Հետո սկսում է մասնագիտացումը։ Ավագ դպրոցը կամ քոլեջը, որ Հայաստանում դա մեծ խնդիր է, որ այդ միջին մասնագիտական կրթություն լավ չի կազմակերպված։ Իրենք պետք է արդեն ուղղորդեն դեպի ավելի նեղ մասնագիտացում եւ արդեն ամեն բան չի որ երախան պետք է անցնի եւ պետք է հիմնականում կենտրոնանա այն ամենի վրա, ինչ իր համար հետաքրքիր է։ Պարտադիր չի որ դա հեշտ տրվի, ավելի կարեւոր է որ դա հետաքրքիր է։ Որովհետեւ ընդհանրապես ասած ուղեղը զարգանում է առավել, երբ որ անում է այն ինչ դժվար է տրվում։ Հա։ Իսկ մեր ժամանակներում ավելի կարևոր է ոչ թե լինել լավ մասնագետ, այլ ունենալ լավ ուղեղ, որտեղ մասնագիտությունները արագ փոխվում են, աշխարհը արագ փոխվում է։ Ով կիմանար, որ հունվարին Ամերիկայի նախագահ կդառնար Թրամփը, ընդամենը 1 տարի առաջ։
Նույնիսկ Եվ ինքն էլ աշխարհը չէր կփոխվի։ սպասում։ Եվ աշխարհը Ու փոխվում է այսպես աչքերի կփոխվի, առջև այս շատ տեմպով։ արագ։ Այո։ Ով կիմանար, որ ասենք արհեստական բանականությունը այս մակարդակի կհասնի։ Ու չինացիները օդից կստեղծեն մի համակարգ, որը համադրելի է ամերիկյան լավագույն համակարգերից, ոնց մեջ միլիարդավոր դոլարներ են դրված։ Եվ ավելի էկոլոգիապես մաքուր եւ էկո-ֆրենդլի ավելի արդյունավետ, շատ ավելի արդյունավետ, 50 անգամ ավելի արդյունավետ է աշխատում։ Շատ ավելի քիչ էներգիա եւ ռեսուրսներ է ծախսում։ Հիմա ով դա կախատեսել, որպեսզի մենք հասկանանք, որ աշխարհը փոխվում է, մենք հիմա զրուցում ենք եւ այս պահին աշխարհը արագ փոխվում է եւ մենք հիմա կարող է ավարտենք զրույցը, անդրադառնանք նորություններ եւ հասկանանք, որ աշխարհը բավականին փոխվեց այս ընթացքում։ Այդ աստիճան արագ են բադինում եւ այդ առումով ես միշտ նույն բանն եմ ասում, որ երեխային պետք է հնարավորություն տալ ընտրել ոգևորություն, դրա համար երեխան պետք է ունենա հնարավորություններ ընտրության։ Մոտապես միջին դպրոցում, սկսած 5-րդ, 6-րդ դասանից ինչ որ բանով ոգևորվելու հնարավորություն տվին։ Այդ շատ նեղ լինի իր կրթությունը, մի քանի առարկայական իրեն բան անեն, սովորեցնեն, դա չի լինի, ընտրության հնարավորություն չունենա։ Մեր բոլորիս մեջ կան ինչ որ նախադրյալներ։ Ու դա շատ բնական է, որովհետև մինչ այսօր հասել են այն սերունդները մարդկանց, ում նախները ինչ որ տաղանդներ ունեցել, որտեղ են դժվար սոված ժամանակներում կարողացել են գոյատևել շնորհիվ մի ինչ որ հետաքրքիր կարողության։ Եվ այդ կարողությունը մեր գեների մեջ պարփակված է։ Մնում է դա բացահայտել։ Հենց որ բացահայտում ենք, երեխան ոգևորություն է ձեռք բերում եւ կարողանում է մի ինչ որ բանով առաջ գնալ, որտեղ դա իրեն դուր է գալիս, ինքը դա սիրում է։ Հետո պետք է երեխային հնարավորություն տալ անել այն ինչ որ իրեն դուր է գալիս։ Ինչու՞, որտեղ այդ ընթացքում է որ երեխան առավել զարգանում է։ Դու սովորում ես, երբ որ ոգևորված ես։ Առավել լավ է սովորում։ Իսկ մեզ պետք է ոչ թե որ երեխան լավ մասնագետ դառնա, որտեղ կրկնեմ նորից, ընդհանրապես 10 տարի հետո պետք է լիստիպացին մասնագիտությունը փոխել։ Այլ առավել մտածող, կարող տարբեր հմտություններ ձեռք բերած մարդ լինի, ով կարողանում է խորը եւ հետաքրքիր բաներ անել։ Դա ամենակարևորն է մեր ժամանակներում։ Եվ ասենք ես որ երեխա չեմ եւ պատկանում եմ նախորդ սերունդին, դինոզավր եմ մեր բաներով, չափանիշներով, ես իմ կյանքի մեջ մի 15 մասնագիտություն եմ փոխել։ Ու շարունակում եմ փոխել։ Ու էլի հաստատ մի քանի մասնագիտություն միջև մանարս կփոխեմ։ Այսինքն լրիվ նորմալ է, որ այսօր մի բանի մեջ ես քեզ կոմֆորտն ես զգում, վաղը ուրիշ ու կարող ես փոխել ամբողջությամբ, ասել վերջ։ Հիմա ես զբաղվում եմ, ասենք, չգիտեմ, արվեստով։ Ես ուզում եմ նկարել, մինչև այդ ես մաթեմատիկոս էի։ Այո, եւ կան դեպքեր եւ մեզանում, ասենք, եւ այլ ժողովուրդ հայտնի երկրներում մարդիկ կան տարբեր, որոնք դարձել են աշխարհահռչակ, երբ որ 50 տարեկանում, ասենք, մասնագիտությունը փոխել են եւ այդ նոր մասնագիտության մեջ մեծ ձեռքբերումներ են ունեցել։ Մի ֆենոմենի մասին եմ ուզում խոսել, երբ շատ սիրելի արտահայտություն մեր ծնողների իմ երեխան ալարկոտ է, ինքը այնքան ընդունակ է, ինքը ուղղակի ալարկոտ է, ինքը շատ ընծույլ չի, ինքը շատ ընդունակ է, բայց ալարում է։ Որտեղից է գալիս այս արտահայտության արմատները եւ ինչու ենք մենք փորձում անընդհատ արդարացնել են, որ մեր երեխան միգուցե ինչ որ բանում թերանում է։ Տեսեք։ Դուք եք չէ՞ շատ լսել այս արտահայտությունը։ Ընդհանրապես ալարելը հիմնականում վախի դրսևորում է։ Երեխաները ալարկոտ են դառնում, երբ որ իրենց անդադ պատժում են։ Երեխան երբ որ ծնվում է, երբեք ալարկոտ չի։ Հազիվ քնածնում է, չէ՞։ Հետո ժամանակի ընթացքում, երբ որ մենք իրեն անդադ արգելում ենք տարբեր բաներ անել, իր մոտ առաջանում են վախեր։ Եվ այդ վախերը նաև երբ որ մենք երեխան բավարար լավ չի անում այն ինչ որ անում է, եւ մենք իրեն պատժում ենք, ասում ենք ափսեն ճարպարին գցում է, կոտրում է, այ քո ինչն եմ ասես, մեր ափսեն ոնց փչացրեցիր, մայրիկից նվիրած ափսեներ, բան, օժիտը սեր հիմա ինչ եմ անել, ես երեխան վայ, մեղքի զգացողություն է, չէ՞։ Հաջորդ անգամ այդ նույն երեխային ստիպել այդ նույն ափսեն բերել, արդեն շատ ավելի դժվար կլինի։ Հասկանալ չէ՞ որ դա սխալվեց երեխան, հասկան չէ, երեխա է, պիտի սխալվի։ Երեխան սխալվելով է սովորում։ Այո։ Մենք բոլորս սխալվելու շնորհիվ ենք։ Եթե երեխան չի սխալվում, ոչինչ չի սովորում։ Եվ մենք շատ հաճախ փոխարենը երեխաներին ոգևորեցնենք, երբ որ իրենք սխալ բան են անում, մենք ոչ թե իրենց պատժենք, այլ իրենց հետ քննարկենք սխալը, որ իրենք գիտակցեն, որ իրենք սխալ բան են արել, բայց ոչ թե պատժվել են, իրենց մոտ միշտ արթուն կլինի սխալվելու ցանկությունը։ Որ հասկանան հիմա սովորելը լինում է սխալվելով։
երեխան ծուլանում է սովորել, բայց հաստատ չի ծուլանում ֆուտբոլ խաղալ։ Երբ որ մենք իրենից տանում ենք սովորելու ոգևորությունը, քանի որ իր մոտ սովորելը կապված է դառնում պատժվելու հետ։ Սխալի պատճառով պատժված։ Դասին ձեռքը բարձրացեց, սխալ բան ասեց, հիմարի մեկը ինչ ապուշություն ասցիր։ Ու վախենում են արդեն հաջորդ հարցը Հաջորդ անգամ չի ուզում։ Ու հաջորդ անգամ ձեռը բարձրացնում են միայն երեխեք անգիր են արել։ Որտեղ գիտի որ անսխալ է, ոչ թե մտածել, այլ գիտի։ Բարոյ նաև միտքն են անջատում, իսկ երեխայի համար մտածելը հետաքրքիր է, երեխաները սիրում են մտածել։ Նկատել եք եւ անդադ ինչ բաներ մտածում են։ Բայց եթե մենք իրենց մտածելու համար պատժում ենք, որտեղ մտածելը միշտ սխալվելու հետ է կապված։ Երեխան առավել սխալում է, որ մտածում է, դա շատ լավ է։ Իսկ մենք դրա համար իրեն պատժում ենք, որտեղ սխալ բան ասած։ Ինչ է լինում։ Երեխան սովորում է դասերի ժամանակ չմտածել։ Անգիր անել։ Հետաբար երեխայի միտքը մենք անջատում ենք։ Երեխայի միտքը գնում է երասկոտության դաշտ։ Նա կարող է նստել երկար, երազել տարբեր բաների մասին, բայց կոնկրետ չմտածել, որտեղ ինքը գիտի, այդ կոնկրետ միտքը ցավոտ բան է։ Դրա վերջում անպայման դաժան ճիպոտ է լինել։ Հետո մենք ունենում ենք ծույլիկ, ով չի ուզում մտածել, չի ուզում որևէ բան անել, բայց սիրում է երազել։ Որտեղ այդտեղ իր միտքը անկաշկանդ է, այդտեղ նա ինքն իր հետ է, այնտեղ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող պատժել։ Եվ այդպիսի երասկոտ ծույլիկներ մենք ունենք ոչ միայն երեխաներ։ Հենա փողոցներում նստած են լիք։ Գնացեք ամենակյուրում տենց նստած նարդ են խաղում երասկոտ ծույլիկները, որոնք միշտ երազում են, որ մի օր քարը ստանան, բայց ոչինչ չեն անում։ Այդ պատժված երեխաներն են մեծանում դառնում այդպիսի այդ կաներում նարդի խաղացող։ Իհարկե։ Տեսեք, տարբեր մշակույթներում դա շատ տարբեր է։ Օրինակ ամերիկյան մշակույթում ծնողները ստիպում են երեխաներին սխալվել։ Զորով են ստիպում։ Երեխան անգամ չի ուզում խարսում, փորձի, չստացվեց, ոչ մի հատ է փորձի։ Որտեվ այդ մշակույթի մեջ կա այդ նախաձեռնողականություն եւ ծնողը իր մեջ ունի դա, ինքն էլ է սիրում դա եւ ուզում է երեխային սովորեցնել։ Ես մեծացել եմ դարձյալ պատժի միջավայրում եւ մինչ այսօր ես շատ հաճախ միջև վերջի պա ձգում եմ մի բան անելը, որտեվ գիտեմ, որ սկզբից վատը ստացվելու եւ ինքս ինձ չեմ ներելու։ Ես մինչ այսօր մի բան իդեալական չանելու պարագայում ինձ վատ եմ զգում։ Երբ որ ինձ սխալ եմ մատնանշում, ես մեջս պիտի վերապրեմ դա, ինքս ինձ հանգստացնեմ, ասեմ, բայց ախր լավ է, որ ինձ մատնանշեցին։ Ես մի բան սովորեցրեցին։ Ես մյուս անգամ ավելի քիչ կսխալվեմ։ Դա ուրախանալու բան է։ Եվ ինքս ինձ նորից ուրախացնում եմ, որովհետև իմ բնազդը ինձ հիշեցնում է, որ դրա համար ինձ միշտ պատժել են դպրոցում։ Հասկանում եք, ես իմ ամբողջ կյանքը պայքարում եմ այդ սխալի դիմաց պատիժ ստանալու հետևանքների հետ, չնայած ես հասուն մարդ եմ, ուսուցիչ եմ ու գիտեմ, որ պետք չի երեխաներին պատժել սխալվելու համար, պետք է իրենց հորդորել սխալվել եւ դա է իրենց սովորելու ճանապարհը։ Մի ուրիշ հակառակ դեպք ասեմ, աղջիկս մի օր զանգահարեց, ասեց հեսա մեյլ է ստանալու, դասից փախել ենք։ Դասից փախել էին, դու բռնվել էին բնականաբար, որոշել էին, որ դասատուները մեյլ պիտի ուղարկեն ծնող կանչելու։ Ասեցի, օքեյ, փախել եք, լավ եք արել, հիմա դու որտեղ ես, արի տուն կամ ինչ ես անում։ Եկավ տուն, չես ջղայնանում, ասում դե չէ, հիմա բոլորս էլ փախել ենք, ինչ խնդիր կա։ Ու հետո պատմեց ոնց ա եղել այդ զանգի որոշումը, ընկերները որոշել են զանգեն ծնողներին մինչև մեյլը տեղեկացնեն, որովհետև դասարանցիներից համադասարանցից մի քանիսը ասում մաման ինձ կսպանի, որ ծնող կանչեն, ու երբ որ իմ աղջիկը զանգեց ինձ ասեց, ես ասի նորմալ է, դե հիմա արի տուն, մեքենա ուղարկեմ արի տուն, իրեն սկսել են դրա համար, այսպես ասած, բուլյան, ոնց քո մաման քո վրա չջղայնացավ, ինչ ամոթ է, հակառակ էֆեկտներ ու դրանից հետո ինքը էլ նման քայլի չդիմեց։ Եթե ասում են մաման ինձ հա մաման կսպանի, որովհետև ինքը փորձում է այդ բանի մեջ լինել։ Տեսեք, դա հակառակ ուղղությունը, բայց շատ տարօրինակ էր իմ համար, որովհետև այդ սերունդը արդեն պիտի որ այդ վախի մթնոլորտում չմեծանա, չէ՞։ Միևնույն է, ամեն դեպքում նաև ուսուցիչները ենթադրում են, որ երեխաներին կառավարելու համար պատժելը կարևոր է։ Իսկապես այդպես է։ Պատժել պետք է։ Պատժել պետք է, երբ որ երեխան գիտակցված խախտում է կանոնները։ Ոչ թե սխալվում է, այլ գիտակցված խախտում է։ Այդ դեպքում երեխաներին իհարկե պետք է պատժել, ավելին դա ճիշտ է։ Այս դեպքում դա ճիշտ է։ Որտեվ դա կրթությունը հենց դա է։ Կրթությունը
հենց այն է, որ նախքին դա չիպոտով էին անում, հիմա մենք ոնց որ ծեծել չենք ծեծում, եւ դա այնքան էլ ճիշտ չի, մեր մեջ ասած, Ծեծելը թե չծեծելը։ չծեծելը։ Okay։ Դա բանա, այսպես ասեմ ինչու։ Ահա։ Եվ դա իրական քննարկում է, հիմա ձեզ ասում եմ մի բան, որը իհարկե նոր նորմ է, եւ մենք դա չենք խախտի, արդեն, վերջ, երբևիցե ֆիզիկական պատիժ չի լինելու։ Նորմի հետ բոլորս հաշտվել ենք, բայց եթե մենք անդրադառնանք այս մանկավարժական բնույթին, մենք միևնույն երեխաներին պատժում ենք, ուղղակի ոչ ֆիզիկապես։ Այն ցավը եւ այն վերքը, որ երեխան ունենում է հոգեբանական պատժի արդյունքում, ոչ ֆիզիկական։ Երբեմն ավելի խորը կարող է լինել, քան okay։ Ոչ թե երբեմն ավելի խորը, շատ ավելի խորն է։ Երեխայի մարմինը այնպես է սարքած, որ որևէ ֆիզիկական պատժի հետևանքները երկար չեն մնում։ Դե Շատ արագ վերականգնվում է, որտեվ ինքն էլ է իրեն պատժում ֆիզիկապես, փորձեր անելով, սխալ բաներ անելով եւ ասենք ընկնելով, ձեռքը վառելով, բան, ու դա նորմալ է։ Երեխան սովորում է եւ երեխայի մարմինը այնպես է սարքած, որ այդ դրա հետևանքները արագ փարատվեն, վերականգնվի։ Եվ ֆիզիկական ապտակի հետևանքները շատ արագ վերականգնվում են։ Բայց այ հոգեբանական պատիժը, օրինակ, սիրուց զրկելը, որ մենք շատ հաճախ կիրառում ենք, երեխային մեզանից հեռացնելը, չէ՞, մենք ինչ ենք անում։ Գնա նստի տեղդ։ Տեղդ նստի։ Դու պատժված ես, ու սառը դեմք եւ այլն։ Երբ նրան որ երեխան հասկանում է, որ սերը պայմանական է։ Սերը կա, միայն երբ որ ճիշտն եմ, լավն եմ, երբ որ ես վատն եմ, սխալ բան անում, ինձ չեն սիրում։ Դա բերում է ինչի՞, դա բերում է համատարած նարցիսիզմի։ Երեխաները սկսում են ինքնաարդարացմամբ զբաղվել, իրենք իրենց մեջ անդադ լավ բաներ փնտրել, ձգտել լավը լինել, անդադ փնտրել արտաքին հաստատում, որ ես լավն եմ, սիրի, որ papan որտեղ ինձ կսիրեն միայն, եթե ես շատ լավն եմ։ Ու բնականաբար ես պետք է լավը լինեմ միշտ, որ ինձ սիրեն, ու դա վերածում է դե ես լավն եմ, իհարկե, այլապես։ Ու դա շատ վտանգավոր ճանապարհ է, եւ շատերը գնում են այդ ճանապարհով, քանի որ իսկ եթե մենք ուղղակի ապտակում ենք ու համբուրում ենք, եւ պատիժն է ֆիզիկական ցավոտ է, բայց նաեւ սեր։ Հիշեցի իմ լուսահոգի առաջին դասխեկ ընկերն Հապետյանին, ինքը երբ որ մեկի վրա բարկանում էր ականջից նենց էր բռնում քաշում, որ ամբողջ 30 հոգին այդ ցավը զգում էր։ Հա, բայց տեսեք, ես ինչու եմ ասում, որ ամեն դեպքում ֆիզիկական պատիժները շատ վտանգավոր։ Եվ պատժելն է շատ։ Պատժել պետք է սիրով։ Պատժողն է պետք է ցավ կրի։ Մենք չենք կարող պատժել երեխայից ավելի վեր կանգնելով ֆիզիկապես եւ բարոյապես։ Մենք պետք է որպես հավասարը պատժենք։ Ես օրինակ երբևիցե երեխայից պատժելուց լավ չեմ զգացել։ Ես իր հետ հավասար տանջվել եմ։ Եվ երեխան դա տեսնում է։ Եվ դա ոնց փոխադարձ պատիժ է։ Այդ պատիժը ամենալավն է աշխատում։ Ֆիզիկական պատժի հիմնական խնդիրն ի՞նչն է, որ այն ուժեղի պատիժը թույլի նկատմամբ։ Ֆիզիկական առավելության հաստատումն է, որը նվաստացնող է։ Եվ դա իհարկե բերել է նրան, եւ դա ճիշտ է, որ կրթական համակարգում որևէ ֆիզիկական ներգործություն երեխայի նկատմամբ արգելված է, որտեղ դա ուժեղի ներգործությունն է թույլի նկատմամբ։ Ուժեղի ոչ միայն ֆիզիկապես, նաեւ, այլ որտեղ իր մեջքին համակարգ է կանոնած։ Դպրոցը, որը երեխային նեղում է։ Եվ դա միևնույն է սխալ դրսևորում, բայց ես ուզում եմ ասեմ, որ անգամ եթե դա մեջից հանել ենք մենք այդ ֆիզիկական պատիժը, այն միջոցները, որոնց ուսուցիչները շատ հաճախ դիմում են երեխային բարոյապես պատժելու համար։ Ավելի վատն է։ Նույն աղբյուրից են գալիս։ Այդ քեզ ավելի բարձր դասելու եւ երեխային նվաստացնելու աղբյուրից։ Ու դա ամենավատ բանն է, որ դու կարող ես երեխային նկատմամբ անես։ Ուսուցիչը պետք է տարապի երեխային պատժելուց։ Ինքն է պետք է տանջվի։ Երեխան դա պետք է տեսնի։ Որ ես քեզ պատժում եմ, բայց ես էլ եմ դժբախտ։ Հա։ Ես դա չէի ուզում, բայց արեցի։ Ու երեխաները այդ դեպքում քեզ շարունակում են սիրել։ Երեխաները այդ դեպքում քեզ շնորհակալ են։ Իրենք գիտեն, որ վատ բան են արել, բայց իրենք տեսնում են, որ ուսուցիչը դա հանգիստ չի տանում։ Ինքն էլ է տարապում եւ տանջվում դրան։ Եվ մյուս անգամ միգուցե նաեւ դա կարող է նպաստի, հա, որ իրենք շատ օգնում է։ Ուսուցչի աշխատանքը շատ դժվար է։ Հենց այդ պատճառով մենք պետք է անընդհատ պատրաստ լինենք մասնակցել բոլոր երեխաների տվայտանքներին։ Մեջը պետք է լինենք, իրենց հետ պետք է լինենք ամեն ինչում, իրենց հետ անդադ այդ ճանապարհը ասնենք, այդ զգացմունքային ճանապարհները։ Դա մեծ հոգի է պահանջում, բայց նաև մեծ երջանկություն է,
Որտեղ երջանկությունը ինչն է, զգացմունքներ, ոգևորություններ, ցավեր, ուրախություններ, կյանք։ Ահա։ Այդ դպրոցին որ այդ կյանքը կա, երբ որ ուսուցիչները ապովմակցում է երեխեքի հետ, համատեղ անընդհատ իրագործվում է, դպրոցն է վերածվում մի դրախտի։ Երեխաներն են երջանիկ։ Ուզում է դպրոց գնալ։ Ինչքան երեխաներ լացեն, տարապեն, երբ որ իրենց պատժում են, բան, իրենք կսիրեն այդ դպրոցը, կսիրեն այդ ուսուցիչին, կսիրեն միջավայրը, որովհետև մեզ երջանիկ դարձնում է ոչ թե այսպես վայելքը եւ հանգստությունը, այլ ոգևորությունները, զգացմունքները, ալիքները, անգամ եթե մենք դրա պակասն ենք զգում, գնում ենք բացի ինչ-որ ֆիլմ ենք նայում, որտեղ այդ ամենը կա, որ մի քիչ արթնանանք, չէ, դեպի աշխարհ, մի քիչ ոգևորվենք։ Եթե ձեզ այդ ֆիլմը պետք չէ, ձեր կյանքում է ամեն օր կատարվում, որքան ավելի հետաքրքիր է։ Այ դպրոցի կյանքը պետք է ֆիլմ լինի, պետք է կինո լինի։ Որ բոլորը կինոյի մեջ ուզենան գան այդ կինոյի մեջ տաղան։ Այո, դպրոցը, լավ դպրոցը կինո է։ Լավ դպրոցը կինո է, որտեղ անընդհատ ինչ-որ բան է կատարվում։ Եվ ցեզ ասեմ, ես որ այդ կինոյի մեջ էի, որ դպրոցի տնօրենն էի, իմ սենյակը տնօրենի սենյակը ոնց որ լիներ ոստիկանությունը ընդեղի, այն առումով ոչ թե ոստիկան, բայց անընդհատ դեպքեր էին գալիս։ Սա էս բանը, այլ սա այն բանը, անընդհատ կինո էր։ Ես երեխան ես սենց երեխաներն են գելա, սա էս արել։ Ու անընդհատ դու այդ դեպքերի մեջ ես, ու անընդհատ դու զբաղվում ես, ու ինքնդ օպերատիվ միջավայր է։ Շատ աշխուժ։ Բայց ոնց կարելի է աշխուժ անընդհատ պահել, կարելի է, հնարավոր է։ Դժվար է, բայց ահավոր ոգևորիչ է։ Եվ այդ դա է պատճառը, ինչու լավ դպրոցից երբեք ոչ մի ուսուցիչ չի գնա։ Չի գնում։ Որտեւ այդ միջավայրը մի անգամ հայտնվելուց, դրա երանությունը զգալուց հետո, դրանից զրկվելու հրաժարվել շատ դժվար է։ Տեսեք, խոսեցիք հեղինակություններից, երբ ասում եք խորհրդային տարիներին դպրոցի տնօրեն լինելը հեղինակություն էր, ու ես անմիջապես մտաբերեցի, որ մինչև հիմա Երևան քաղաքում եւ ինչու ոչ մարզերում կան դպրոցներ, որոնք լավն են, հա, կոչվում են լավը կամ այդքան էլ լավ համբավ չունեն։ Տարիներն անցել են, այդ դպրոցը դες մնացել են նույն համբավին, որ, չգիտեմ, այս անուններ չտամ, այս դպրոցը լավն է, այս դպրոցը այդքան էլ լավը չի, ծանոթ են խառնում, որպեսզի ինչ-որ մի դպրոցում երեխային կարողանան դասավորեն։ Որտեղից է եկել այդ համբավը? Արդյոք նախքին այդ հեղինակություն, լավ տնօրենի համբավը կարող է 30 տարի այդպես պահի դպրոցը, մինչդեռ դպրոցը այս պահին միգուցե այդքան էլ լավ իրավիճակում չի գտնվում։ Այն, թե ինչպես են ծնողները ընտրում դպրոցները, դա ընդհանրապես առողջված է։ Հա, որտեվ կա լավ դպրոց ու բոլորը զգում են լավ դպրոցը գնացինք, բայց ինչով է լավ։ Ինձ հարցնում են, որ դպրոցը տանենք երեխային։ Ու թվում են դպրոցներ, որտեղ պատերը թարմ ներկած են։ Դա իրենց համար չափանիշ է։ Okay։ Ու ես ասում եմ, լավ, ինչու եք որոշել, որ եթե դպրոցի պատերը լավ ներկած են, շատ այ դպրոցը լավն է։ Դե ու հասկանում ես, որ մարդիկ ուրիշ չափանիշ չունեն, դա են օգտագործում։ Ասենք դուք պատկերացեք, մտել եք խանութ, պետք է գնեք սրճաղաց։ Բայց պատկերացում չունեք, թե սուրճաղալու չափանիշները որն են, որն է լավ աղացած, որը վատն է աղացած եւ այլն։ Ինչից եք ընտրում դիզայնից։ Գույնով, որ դուր կգա արտաքին տեսքը։ Մեր ծնողները դպրոցները ընտրում են դիզայնով կամ ընկերոջ ասածով։ Հարցու փորձ են անում, որ դպրոցն է լավ, ասում են այս դպրոցն է, երբ որ արդյոք ինչի չեն կարա, չէ՞ ասում։ Չէ։ Ու սովորաբար այդ ընկերը ասում է որ լավն է, որովհետև իր կինն է որոշել որ լավն է, իսկ ինին չէ որոշել լավ, դա ընկերու երեխաներն են այնտեղ, իսկ ինչու այնտեղ ընկերու երեխան այնտեղ, որտեղ ընկերուհու քրոջ մայրը տեղ տնօրեն է։ Всё։ Այդ բոլոր շղթաները գալիս են այդ ճանապարհներով, բոլորը ինչ որ շղթա է, որի հիմքում կա մի ինչ որ դպրոցում աշխատող, որից գալիս է այդ ամենը, էլի։ Ուզում ասեմ շատ հաճախ դա շատ սուբյեկտիվ չափանիշներ են, բայց կա օբյեկտիվություն դրանում, որտեղ դպրոցը ժամանակին ունեցել լավ տնօրեն, այդտեղ որոշակի դրվածք է եղել։ Ու այդ դրվածքը դառնում է մշակույթ ու պահպանվում է։ Ու անգամ գալիս են այլ տնօրեններ, այլ աշխատակիցներ, ինչ որ բան են սկզբից գալիս։ Տերի մեջ ներծծված է։ Իր դպրոցի են հիմքերում դրված բաներ կան, որ պահպանվում է։ Դա էլ կա։ Այնպես չէ որ դա պետք է բացարձակ անտեսել։ Բայց դե իհարկե ամեն դեպքում, ասենք, մեր այսօրվա դպրոցները են, եթե համեմատես լավ տարիների մենք ունենք, ասենք, Չեխովի դպրոց, Կուրբսկայի դպրոց, այսին համարվում են Մայակովսկու դպրոց, համարվում են շատ լավ, Երևանում բոլորը կռիվ են տալի, չէ՞։ Հիմա իհարկե այդ դպրոցների մշակույթից այսօրվա այդ շենքերում արդեն 30 տարվա մեջ քիչ բան է։
30-ից ավել։ Բայց զարմանալիորեն իրենք մնում են ցկողության կենտրոններ։ Մարդիկ միևնույն է, անուններն են փոխվել արդեն, ուրիշ անուններ Այո, ունեն։ Գրուպսկան Նիկոլ Աղբալյանն է Նիկոլ դարձել։ Աղբալյանը։ Բայց հետաքրքիր կերպով այսօր էլ Նիկոլ Աղբալյանի դպրոցի մասին հիմնական դրական բաներ ասում, ու ինչ հետաքրքիր, որ այդպես էլ էլի մեր մեջ ասած, հիմա չդնեմ այլ դպրոցների հետ համադրեմ, բայց ինքը լավ դպրոց է բավական։ Ինչու՞, որտեվ այն ժամանակ լավն է եղել, համբավը բարձր է եղել։ Դպրոցը պարտավորություն ունի համբավը պայել, հասկանում եք։ Չես կարող ախր համբավը գցել։ Ոնց այդքան հայտնի լավ դպրոց է, բոլորը ակնկալում են քեզանից, որ դու լավը պետք է լինես։ Ու դու ուզած լավն ես դառնում, ցեզ ասեմ։ Դպրոցի այլ պարագայում ակնկալիքը շատ կարևոր է։ Երբ որ դպրոցին ակնկալում է, որ ինքը պետք է լավը լինի, ուզած լավն է լինում։ Եվ ասեմ, որ միջոցներից մեկը, թե մենք ինչպես կարող ենք մեր դպրոցն ավելի լավ անենք, ուղղակի պետք է ակնկալենք ավելի լավ արդյունք ու կստացվի։ Հետաքրքիր կերպով ոչ թե որպես ծնող գանք ու պահանջենք, այլ ուղղակի որպես հասարակություն, որպես հանրություն ակնկալենք ավելի բարձր մակարդակ մեր դպրոցներից։ Եվ երկրորդ բանը, որ պետք է հաստատ անել, տեսեք, մենք կարող ենք ամեն քահանայի մասին ինչ որ բան լսել հերվից հեռու ու կոնկրետ մարդու նկատմամբ տարբեր վերաբերմունք ունեն, չէ՞, մարդավերջը։ Բայց դրա հետ մեկտեղ քահանական ինստիտուտի նկատմամբ որպես երևույթ։ Այո, ունենք ակնածանք։ Մենք ունենք որոշակի ակնածանք։ Այո։ Այդ նույնը մենք պետք է անենք ուսուցչության նկատմամբ։ Եթե մենք ուզում ենք, որ մեր դպրոցները լավ լինեն, մենք պետք է այդպես անենք, որ անկախ թե կոնկրետ ուսուցիչը ինչ է իրենից ներկայացնում պես ուսուցիչ, այդ հանրային ինստիտուտի այդ մասնագիտության նկատմամբ մենք ունենք որոշակի այսպիսի ակնածանք, որ մենք պահպանել ենք իդեպ, դες ասեմ բժիշկների նկատմամբ։ Այո։ Դե որոշակի չէ, ստիպված ենք, այլապես շատ կվախենանք մեր կյանքի համար, չէ՞։ Որոշակի վերաբերմունք կա։ Բժշկի սենյակում քեզ որոշակի ձևով է սպանում։ Նոհա։ Բժշկի նկատմամբ որոշակի վերաբերմունք է ցուցաբերում։ Այդ կա, նստած է մեր մեջ։ Ոնց որ անգամ այդ խալաթի վրա հագած, հա, որոշակի զգաստությունը։ Այ ուսուցիչների նկատմամբ մենք այս զգաստությունը պետք է որից վերադարձնենք։ Եթե մենք ուզում ենք, որ երեխաները դա ունենան, որ հասարակությունը ուսուցիչներից ակնկալիքը բարձրացնի, այդ դեպքում, երբ որ մարդը հայտարարի, որ նա ուսուցիչ է, ստիպված այդ ուսուցչի պատմությունը կդնի վրան եւ կդառնա ուսուցիչ, հասկանում եք, կփոխվի։ Մարդը շատ հաճախ իր վարքագիծը, իր վերաբերմունքը պայմանավորում է իր կարգավիճակը։ Մարդը դառնում է նախարար, մեկ է տեսնում ես փոխվեց։ Ինչու՞, որտեվ կարգավիճակ է։ Հիմա մենք պետք է անենք այնպես, որ այդ ուսուցիչ դառնալը լինի այդ կարգավիճակի փոփոխությունը այնքան հստակ։ Դեպի լավը։ Այո, բայց այդ լավը գալիս է նաև այդ ակնածանքից հասարակական դեպի այդ ուսուցչի ինստիտուտը, որ ուսուցիչ երևույթը, որ մենք ասենք թե մենք ուսուցիչ ենք։ Եվ այդ երիտասարդ աղջիկը, որ դարձել է ուսուցիչ, ես ուսուցիչ եմ, ես ինչ կան, ասեք ինչ անեմ։ Կասեն այս արա, բարիկս, այս արա, որ արժանի լինես այդ անունը։ Այ դա մենք պետք է անենք, որպեսզի մենք ունենանք այլ մշակույթ դպրոցներում։ Ինչպես դա անենք, մի օր պետք է պայմանավորվենք։ Դա ընդհանրապես հանրային պայմանավորվածություն է։ Բոլորս հավաքվենք հանրային, որոշենք, որ վաղվանից մենք ուսուցչի նկատմամբ վերաբերմունքը փոխում ենք։ Եվ կփոխվի ամեն ինչ։ Համատասնում եմ ձեզ, շատ արագ կփոխվի։ Մի 10 տարվա ընթացքում։ Հա, այսինքն ինչ որ պահի պիտի դառնա վատ հանկարծ ուսուցչի մասին մի քիչ վատ վերաբերմունք ունենալը։ Կոնկրետ ուսուցչի նկատմամբ ինչ ուզում եք վերաբերվեք։ Ուսուցչի որպես ինստիտուտի նկատմամբ խորը հարգանք։ Այ դա պետք է լինի։ Մենք դա կործանեցինք 90-ականներին, երբ որ սկզբում ասացի, մենք ընդունեցինք այդ նեոլիբերալ համակարգը, որ դպրոցը բիզնես է, ինչ ծառայություն։ Իսկ հաճախորդը միշտ ճիշտ է։ Այս հաճախորդը միշտ ճիշտ է։ Այդտեղ մենք կործանեցինք այդ ուսուցչի ինստիտուտը, դպրոցի ինստիտուտը որպես հասկացություն, որպես սրբավայր։ Հիմա այդ դպրոցին սրբավայրի կարգավիճակ եւ ուսուցչին որպես յուրահատուկ մասնագիտություն, որ ունի որոշակի կարգավիճակ հասարակության մեջ, մենք պետք է վերադարձնենք, եթե մենք ուզում ենք մեր կրթությունը ոտքի կանգնեցնել։ Եվ ցավոք մեր 30 քանի տարվա ընթացքում որևէ քաղաքական գործիչ, որևէ ղեկավար երկրի այդ քայլը չի արել։ Չի գիտակցել դրա կարևորությունը, չի հասկացել, որ դա առաջնային խնդիր է երկրի համար։
ապագա սերունդ ունենալու համար, երկրի ապագան ճիշտ ծավալելու համար եւ դա չի արել։ Հիմա ժամանակն է, որ մենք դա անենք եւ դա նաեւ գալիս է եւ ինչպես դա կարելի անել, նաեւ հանրային քարոզչությամբ, այսպիսի հաղորդումներով։ Մենք պետք է հասկանանք, որ մեր երեխաները երջանիկ լինեն դպրոցում, եթե իրենց համար ուսուցիչը լինի կարևոր։ Ահա։ Այլապես մենք որպես ծնողներ դուրժում ենք։ Եթե մենք երեխաներին ասում ենք, բա այնտեղ մի դիր հիմարի մեջ նեց ուսուցիչը, դու որպես ծնող Սակամ դրան տես ինչ եմ անում։ քո երեխային այնպեսի վնաս ես հասցնում իր կրթությամբ, որը անվերականգնելի է։ Ահա։ Դու այլևս չես ունենա կրթված երեխա, մոռացիր դրա մասին։ Եվ ինչ, քո ինչ շահեցիր, բացի նրանից, որ ինքնահաստատվեցիր ուսուցչի նկատմամբ որպես ծնող։ Դրա իմաստը Քեզ ընդհանրապես պետք չէր։ Իհարկե։ Ինչ կլինի 10-15 տարի հետո մեր կրթական համակարգի հետ։ Հիմա տեսեք ամեն բան փոխվում է ու AI-ի ներգրավվածությունը մեր կյանքում, homeschooling-ի գաղափարի առաջ խաղացումը, հա, որ չգիտեմ, երեխան տանից է սովորում։ Այդ 15-10 տարի հետո կլինի sense դպրոցներ, թե ինչ գլոբալ փոփոխություններ կլինեն եւ կփոխվի ամբողջը։ Չգիտեմ, անգամից ասեմ, որ չգիտեմ, մնացածը կլինի այսպիսի օդի մեջ պատկերներ, որոնց հիմնավորվածության մասին քիչ բան կարող եմ ասել, բայց ասեմ ինչպիսին է մեզ ակնկալում, որ պետք է լինեն դպրոցները։ Ահա։ Որպեսզի լավ լինի։ Հիմա ինչպես կլինի, չգիտեմ։ Ես ակնկալում եմ, որ մենք պետք է լեզու գտնենք այն սերնդի հետ, որ այսօր գնում է դպրոցներ։ Մենք պետք է հասկանանք, փորձենք հասկանալ, թե ինչպես օգնենք իրենց լավ կրթվել երեխեքին։ Այն, որ չկրթված մարդը գնալով ավելի քիչ շանս ունենալու կյանքում, դա փաստ է։ Եվ խնդիրն այն չէ, որ ինքը սոված կմնա։ Հավանաբար, մեծ հավանականությամբ ռոբոտները կփոխարինեն մարդկանց շատ եւ շատ ոլորտներ։ Այդ կրթություն չպահանջող ոլորտներում առաջին հերթին։ Այո։ Հիմա դրա ամենանախնական փուլն է, բայց դե մեծ քաղաքներում, Երևանում դա դեռ չկա, բայց որոշ մեծ քաղաքներում, Սան Ֆրանցիսկոյում, Մոսկվայում իդեպ արդեն օրինակ ռոբոտ հավաքարարները կան ռոբոտ հավաքարարներ, ես եմ տեսել։ Կան ռոբոտ առաքիչներ, եւ դրանք գնալու շատանալու են։ Մենք լծվելու են քաղաքում, չենք նկատելու։ Ունենք անուններ ունեն, գնում գալիս են։ Դրանք ուղղակի դեռ շատ թանկ են, որտեղ դեռ քիչ են արտադրվում։ Հենց որ ծավալի մեջ իրենք շատ կեշանան։ Երբ որ մենք ունենանք մեծ քանակությամբ ռոբոտներ, դրա հետ մեկտեղ մենք սովորենք էժան էներգիա արտադրել, երկու բան է պետք։ Աշխատուժ, էժան աշխատուժ, էժան էներգիա։ Երկուսի նկատմամբ հիմա մարդկությունը մեծ ջանք է գործադրում, որ դրան հասնի։ Մարդկային աշխատանքը այլևս պահանջված չի լինել, եւ մարդուն կերակրել այլևս խնդիր չի լինել։ Որտեղ էներգիան հավասար է ուտելիքի։ Որքան մենք շատ էներգիա ունենք, այնքան մենք կարող ենք շատ ուտելիք արտադրել, դրա համար անգամ հողել պետք չի։ Գետլուտա կարող ենք արտադրել։ Եվ դա կբերի նրան, որ մենք բոլորին կապահովենք։ Հիմա հաջորդը մենք բոլորին ապահովեցինք։ Ինչն է լինելու մարդու առաջնահերթությունը կյանքում։ Պիտանի լինելը, կայանալը, այլ մարդկանց օգուտ բերելու կարողություն ունենալը։ Այն պարագայում եւ երբ որ այդ մարդկանց շատ եւ շատ բան այլևս պետք չի։ Օրինակ, ես բաց օրինակ բերեմ, ասենք իմ կյանքից։ Ես երևի թե համարվում եմ այնց բավական ապահով մարդ, բայց երբ որ ինձ ասում են քեզ ինչ նվիրենք, ես հիմա ասում եմ չգիտեմ։ Ոչինչ։ Նվիրաբերեք այդ հիմնադրամին, մի բան տվեք, ինչպես չի։ Ինչու՞։ Ես իսկապես չգիտեմ ինչ է։ Ինչա՞, հա։ Գրքեր հասցնեմ գոնե կարդամ, այն ինչ որ ունեմ։ Ես իմ զգես շոր հիմա այնպեսի ամեն ինչ այնպես են սարքում, որ տարիներով չի մաշվում։ Այո։ Եվ պետք է չի անընդհատ նոր զգեստ գնել։ Մենք խոսք ինչ նայում ես եւ այնքան էժան է, որ անգամ եթե պետք լինի, կգնես հիմա խնդիրը չի։ Ամեն ինչի հնարավորություն կա, այո։ Այո։ Եվ հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչ մենք կարող ենք տալ մարդուն, ով ոչինչի կարիք այլևս չունի։ Ես հիմա խոսում եմ ապագայի մարդու մասին, որ իսկապես չունենալ ոչինչ կարիք, որովհետեւ հենց որ մեր ծախսերի ամեն ինչի միջի գնի 90% է էներգիան է։ Եթե էներգիան կա, այդ ամենը արդեն գին չունենա։ Արևային էներգիան։
Էներգիա, ընդհանրապես էներգիա։ Ցանկացած ինչ ուզում Ասենք, լինի։ սա ինչու ունի գին խանութում դրած, որտեղ իրեն բերել են հասցրել են միջև խանութ, դա վրա բենզինա ծախսվել։ Արտադրելուց հաստոց են միացրել, դա ծախսել է։ Իրան արտահանելուց, գետնից այդ կավը հանելուց էներգիա ծախսել։ Այդ ամբողջ էներգիա շղթան է եւ դրան զուգահեռ մարդկային ջանքի շղթան։ Հիմա այդ երկու շղթաները մենք էժանացնում ենք, մեկը ռոբոտների միջոցով եւ մյուսը այդ ռոբոտներին էներգիա տվող մեր էներգիա գեներացման համակարգի միջոցով եւ հենց այդ էներգիայի միջոցով վերափոխումները անելու արտադրանքից նոր արտադրանք ստեղծելու մենք ունենում ենք շատ էժան շղթաներ արտադրության, որոնք համարյա արժեք չունեն, արժեքը պայմանավորված է միայն էներգիա, էլեկտրական էներգիա։ Եթե մենք կարողանանք իսկ դրան արդեն շատ արագ ենք մոտենում, ունենալ ջերմամիջուկային էներգիա, որի ինքնարժեքը չնչին, ասենք, եսիմ կիլովատ ժամը կարժենա միլիոն կիլովատ ժամը կարժենա 10 դրամ, այդպես։ Դու չես իմանալու ինչ անես, մարդկանց զորով ասում են մի բան արեք այս էներգիայից, այլապես մենք արտադրում ենք ծախսող չկա։ Այդ վիճակն է լինելու։ Այսինքն այդ է մեր ապագան։ Մենք դրան գնում ենք շատ արագ։ Մեզ թվում է, որ դա շատ հեռավոր ապագա է, բայց արհեստական բանականության արագ աճը եւ հիմա արդեն ռոբոտների ստեղծման արագ ընթացք, որ հիմա կա, ապացուցում է, որ ոչ, դա հեռավոր ապագա չէ։ Նույնիսկ մենք կարող է դա տեսնենք։ Այո։ 30-ականներին դա արդեն կարող է լինել։ Եվ հիմա այն նոր հետաքրքիր արդեն ճարտարագիտական ձեռքբերումները, որոնք բերում են նրան, որ մենք շատ մոտեցել ենք արդեն ջերմամիջուկային էներգիա ստեղծելու, մեզ ապացուցում է, որ մենք հասնելու ենք վիճակի, որ մարդը պիտի ոչ թե ուղղակի պայմանավորի իր օգուտը մարդկանց աշխատանքի գնալով, այլ բաներով։ Հիմա ես ձեզ ինչ օգուտ կարողանամ վերել 10 տարի հետո, որ իմ կյանքը իմաստավորված լինի, որ ես հասկանում եմ ինչու եմ ապրում, ում եմ պետք։ Դե ոչ պետք է կարծրանալ, մտածել, որ ես էս եմ, դե հիմա այլ գործ չկա իմ համար, այլ պետք է զարգանալ նոր ոլորտներ։ Այո, եւ խնդիրն ինչն է, որ մենք ունենանք վիճակ, երբ որ մենք ունենանք երեխաներ, որոնց այլևս չեն կարողանա ասել, գիտես, դու սովորես, որ վաղը կարողանաս ապրես։ Նա կիմանա, որ ինչ էլ անի, վաղը ապրելու է։ Նա կլինի այն ոնց որ հիմա կան այն հարուստ ծնողների ծույլիկ երեխաները, որոնք գիտեն, որ ծնողները մեկը իրեն մինչև կյանքի վերջ կապահովեն։ Չէ՞։ Եվ իրենք չեն սովորել, հենց մեկը։ Հիմա մենք այդ ենք ունենալ, դա ենք ունենալու դպրոցներում, այդ վիճակը, երբ որ երեխային մենք պիտի կարողանանք ողջևորել այնպես, որ նա ուզենա շարունակել սովորել։ Այլապես ինչ կարող է լինել, այլապես կարող է հաջորդ սերունդը մեծանալ մարդկանց, ովքեր չեն տիրապետում ոչ մի բանի։ Ում համար, ինչպես ասենք այդ բաներում, հեռավոր կղզիներում ապրող բնիկների համար, ասենք հեռախոսն է։ Ինքը նայում է հեռախոսը, աշխատում է, չգիտի ինչու է աշխատում։ Բայց ինչու։ Չգիտի ինչպես իրեն արտադրել, եւ մենք կարող ունենանք դրա հաջորդ սերունդում գիտելիքի եւ կարողությունների ահռելի կորուստ, որտեղ մենք ունենանք սերունդ, ոչ մի չի սովորել, որտեղ միևնույն է։ Իրեն ոչինչ պետք չի։ Հիմա էլ պարկած ոչ մի չեմ անում։ Հա, այդ վիճակը ու դա մեծ վտանգ է։ Եվ մենք դե որպես հասարակություններ մեծ արեկոծումներ արժե ենք կանգնած կապիտալիզմը, երբ որ հիմա արդեն դու ամեն ինչ ապահովում ես, ամեն ինչ շատ էժան է, գումար հասկացությունը իմաստը կորցնում է։ Հիմա ինչ է գումարը։ Դա տվյալների շտեմարան է, չէ՞։ Բանկերը իրենց բաղկացած իր գումարի մեջ տվյալների շտեմարան է, որտեղ գրանցված է, թե մեզանից ամեն մեկը ինչ իրավունք ունի այդ դրա նկատմամբ աշխարհի նկատմամբ ինչքան ավելի շատ գումար ունեմ, այնքան շատ ավելի կարող եմ բան անել։ Այո։ Չէ՞։ Հիմա այդ շտեմարանը զրանալու է, որտեղ բոլորը ամեն ինչ կարող են անել։ Ռեսուրսները անսահմանափակ են։ Այսինքն փողը որպես կատեգորիա վերանալու։ Այո։ Դու արտադրելուց հետո վաճառելու հնարավորություն չես ունենալու, որովհետև մարդուն վճարելու իմաստ չկա, գումար, որովհետև այդ մարդը միանա չի աշխատում, բայց իրեն պետք է չի աշխատել, որովհետև ինքը աշխատող տեղել չունի։ Եվ իրենից ոչ ոք չի ակնկալում ինքը պետք է աշխատի։ Մենք այդ վիճակին ենք հասնում, հիմա ինչ ենք անելու այդ պայմաններում։ Կապիտալիզմը չի աշխատելու։ Ինչով են մարդիկ տարբերվելու իրանից, ինչպես են ինքնահաստատվելու։ Կարող է սկսեն իրար կոկորտ կրծել, կարող է պատերազմներ սկսվեն, չգիտենք ինչ է լինելու, ինչի համար են պատերազմելու։ Մինչ այսօր մենք մեր բնազդի մեջ մարդկային, մենք իրար հետ անդադ պայքարում ենք, որովհետև ռեսուրսները սահմանափակ են։ Ռեսուրս հող, այո։ Այո, այս քոչվոր ազգերը ինչու են գալիս բոլորին սպանում, ոչնչացնում, բանյակ ռեսուրսի կրվ են տալիս։ Իրենց
կյանքի ոչ այնպեսիներ, որ իրենք պետք է անցադան էին, որ գոյատևեին։ Դրանով իրենք վտանգավոր էին բոլորի համար, եւ դրանով եղան վտանգավոր նաեւ ցավոք մեզ համար, որտեղ անդադ մեր վրայով անցա, հիմա մեր կողքը ապրում է։ Բայց խնդիրն է, իրենք արդեն վաղուց քոչվոր չեն, բայց այդ քոչվոր ազգերի բնազդը իրենց մեջ մնացել որպես ինքնության մաս։ Եվ իրենք արդեն ուղակի կռվում են եւ ուղակի անդադ փորձում են պատերազմ հարուցեն։ Հա, բնազդաբար։ Բնազդաբար իմաստ չունի, անգամ հիմա պատերազմը իմաստ չունի, որտեղ հիմա անգամ այն ռեսուրսը, որը իրական տնտեսական արժեք ունի, հողը չի։ Հողը ցանկացած զարգացած երկրի տնտեսության մեջ հողագործությունը զբաղեցնում է 0.5%, 1%։ Այդ դեպքում ինչ է։ Հիմնական ուղեղն է։ Իսկ դու երբ գնում ես կռվելու, դու մարդ ես սպանում եւ քո կողմից եւ դիմացի կողմից դու ամենակարևոր տնտեսական ռեսուրսը ոչնչացնում ես։ Դրա դիմաց ոչինչ չես տա, ստանում ես դատարկ տարածք, որը քեզ ոչ մի տնտեսական հաջողություն չի բերում։ Եվ ունես նվազող բնակչություն, որին է տարածքը տապես պետք չի, ինքը գոնե իր տարածքում կարողանա մի կերպ ապրի, գոնե նվազում է իր քանակը, ոչ թե աճում։ Այն ժամանակները, որ մարդիկ քոչվոր էին, իրենք նաև մի երեխային ունենում։ Իսկ երեխան որտեղ կանտատ մահանում են, որտեղ հիվանդություններ բաներ ահռելի քանակ էր։ Հիմա դա էլ չկա, մենք ապահովում ենք ամեն մարդ համար կարող երկար ապրել։ Հիմա ասում ասեն ի՞նչն է մեր խնդիրը, որպես մարդու տեսակ մենք առաջացել ենք այն ժամանակներից, երբ որ մենք պետք է անդադ պայքարեինք ռեսուրսի համար, հայտնվելու ենք հասարակության մեջ, որտեղ դրա կարիքը չկա։ Ու մենք դառնալու ենք բացարձակ իրացիոնալ։ Մենք տարօրինակ բաներ ենք անելու անդադ։ Ու ասեմ, հավանաբար երջանիկ չենք լինի։ Որովհետև տարօրինակ բաներ ենք անելու։ Տարօրինակ բաներ ենք անելու։ Գլխին անդադ պատմություններ ենք բերելու, որտեղ դա է մեր բնազդը մեզ թելադրում։ Իսկ մենք բնազդաբար ենք գործում։ Ինչպես նաև շատ հաճախ ասենք բնազդաբար գործում են մարդիկ, երբ որ ասենք սխալներ են գործում կյանքում, ինչ-որ բնազդներից ելնելով։ Գնում են կռիվ են անում մարդկանց հետ, ում հետ պետք չէր կռվել, այլ հակառակը պետք էր հաշտվել։ Օրինակ վերջես երկու երկրների նախագահներ հայտնի դեպք կամ ասենք դավաճանում են իրենց հարազատներին հետո հասկանում որ հիմարություն են արել։ Քոչվոր ցեղերի մոտ մեր հարևան քոչվոր ցեղերը, որոնք արդեն վաղուց քոչվոր չեն, բայց միևնույն է շարունակում են հողի համար կռիվ անել, հասկացանք։ Այդ դեպքում այդ հարևան երկրները Ռուսաստանը եւ Ուկրաինան, այդ դեպքում էլի չէ հողի համար ակռիվը։ Չէ, դա ուրիշ բնազդներ են, դեղել ուրիշ ինքնության կռիվներ են դա։ Ուկրաինացիոնց ուզում են կայանան որպես ինքնություն, որպես պետություն, սեփական ինքնություն, ազգային ինքնություն ձեռք բերեն, իսկ ռուսներ ունեն իրենց սեփական պահանջը, ինքնության պահանջը, որը իրենք ուզում են դասված լինեն աշխարհի ուժեղ գերտերությունների շարքում։ Իրենք պատրաստ չեն չլինել գերտերություն։ Լավ։ Իրենք պատրաստ չեն դանիացիների նման ընդունել, որ իրենք այլևս կայսրություն չեն։ Իրենք կռիվ են տալի, ինչպես եւ անգլիացիները։ Վաղուց արդեն կայսրություն չեն, բայց կռիվ են տալի, որ մնան կայսրական երկիր եւ կայսրություն լինեն եւ աշխարհի ճակատագրերը որոշեն եւ ամեն միջոցով փորձում են դա անել։ Դա շատ հաճախ շատ զավեշտալի բաներ են ընդունում, ձևեր են ընդունում, բայց դա է իրականությունը։ Հիմա խնդիրն այն է, որ ազգերը, քանի ազգը մնում է, իրենք կարիք ունեն ինքնություն ունենալու։ Եվ այդ ինքնությունը գալիս է իրենց պատմությունից։ Իսկ պատմությունը այն է, ինչ որ կա։ Հիմա զրկել ազգերի ինքնությունից էլ ավելի վտանգավոր։ Այդ ճանապարհով է փորձեցին գնալ այդ ամբողջ գաղափարախոսությունը, բաց հասարակության եւ այլն, դա ուրիշ խնդիրներ է բերում։ Մարդիկ պարակտվում են, ատոմիզացվում են, սկսում են մեկը մյուսի կոկորտ ուտել։ Սկսում են համախմբվել փոքր ցեղերով։ Միշտ ցեղային պայքարներ են սկսում հասարակության մեջ։ Դրա հետևանքները էլ ավելի ահռելի են։ Մի խոսքով, հենց որ դու ազգը կազմալուծում ես, այլ տեսակի խնդիրներ են ստանում։ Ազգերը հավաքում ես, իրենք սկսում են սնվել իրենց ինքնության մեջ, իրենց պատմությունից եկող բնազդներից եւ սկզբունքներից, դա էլ բերում է իր հետևանքների։ Մի խոսքով, մարդիկ բարդ են։ Ու մեր հիմնական խնդիրն այն է, որ մենք հիմա ստեղծելու ենք տնտեսական իրողություն, որը շատ արագ է փոխվում, արդեն արագ է փոխվում, եւ մենք շատ ադապտիվ ենք դրա հետ մեկտեղ։ Ես հիմա ասում եմ այս ամենը, բայց դրա հետ մեկտեղ մարդիկ դարերի ընթացքում ցույց են տվել, որ իրենք կարողանում են տեխնոլոգիաների միջոցով այլ տեսակի կենցաղ ձեռք բերել եւ հետո ադապտացվել այդ կենցաղին այն աստիճան, որ Մարքսը ընդհանրապես համարում է, որ կենցաղն է պայմանավորում մտածողությունը, որը ինքը չարաչար սխալվում էր իհարկե։ Բայց կենցաղը շատ մեծ ազդեցություն է ունենում հենց մեր ադապտիվության շնորհիվ, մեր մարդկային տեսակը դրանում է կանում։ Բայց այս կարճ ժամանակով մեզ տրված է այս տեխնոլոգիական զարգացումը։ Մենք այդ հնարավորությունը այլևս չունենք։ Շատ արագ է, մենք չենք հասցնում։ Մենք փորձում ենք, ասենք ես էլ որպես, ասենք ես իմ նախնադարյան մարդ,
փորձում եմ ադապտացվել, շարունակել ադապտացվել այս նոր փոփոխություններին, բայց դժվար է մեզ դա։ Բայց ախր կա է մարդկանց շատ միստվար զանգված, որ ասում դե չեղավ, դե չի լինում։ Ու այդ զանգված ինքը որևէ կերպ չի ադապտացվելու կրթության նոր իրողությանը, ոչ մի կերպ, ինքը չեղավ, դե չեղավ, չեմ Տեսեք, ուզում։ միշտ եղել են երկու տեսակի մարդիկ։ Մի մարդկանց տեսակը ծնույթ ցեղի մեջ։ Ահա։ Մի մարդկանց տեսակը ասել է. ինձ շատ հետաքրքիր է սարի հետևում ինչ է, գնամ փորձեմ հասկանալ ինչ է։ Վտանգավոր է, կարող է չվերադառնամ, կարող է զոհվեմ։ Ուսովար չեն վերադարձել, որովհետև սարի հետևում մի ճկնաղ նոր տեղ են գտել եւ այնտեղ արդեն բնակվել են եւ այնտեղ լավ կյանք են ունեցել, մեծացել են։ Իսկ այն մարդիկ, որ մնացել են այդ հին տեղում, ժամանակի ընթացքում մարել են։ Այո։ Որովհետև իրենք ոչ մի բան չեն տակրկվել, նոր բան չեն փորձել անել եւ այլն, մնացել են հնի մեջ եւ չեն զարգացել եւ քանի որ չեն զարգացել, մարել են։ Կամ մի օր եկել է մի քիչ ավելի զարգացած ցեղ, իրենց բոլորին մաքրել, սրբել։ Կամ բանար, ասիմիլացրել է, դա էլ է հնարավոր։ Եվ մարդկանց մեջ միշտ սերնդեսերուն պահպանվել է տեսակը, որը փնտրել է նոր բան, որը միշտ փորձել է հասկանալ իսկ ինչ է այնտեղ այդ սարի հետևում, փորձել է նոր բան բացահայտել։ Եվ մեր մեջ դա դրված է, բայց մեր մեջ միշտ կլինեն մարդիկ, դիմադրություն, որոնք կմնան հնի մեջ եւ կմարեն։ Եվ միշտ կլինեն մարդիկ, որ ձգտեն դեպի նորը եւ կզարգանան։ Ու այդպես կֆիլտրվի, չէ՞։ Այո, խնդիրն այն է, որ մենք հայերս ոնց որ թե հիմնականում այդ հնի մեջ մնալու բանի մեջ ենք, չնայած ասեմ, մեզ լավ սովորեցրել են ադապտացվել։ Մեզ անդադ ոչնչացնելով, մեզանում էլ պահպանվել են նրանք, ով կարողացել են ճկուն լինել եւ ադապտացվել։ Մնացածները ոնց որ մեզանում մաղվել գնացել են, այնպես որ շանս ունենք։ Շանս միշտ կա, երբ որ խոսում ենք կրթությունից, ես այս հարցը շատ հաճախ եմ տալիս իմ հյուրերին, պետական մակարդակով, այսպես ասած, ոչ կրթված մարդկանց կառավարելը, իրենց ինչ որ բաներ համոզելը շատ ավելի հեշտ է, քան կրթված գիտակից մարդուն։ Հա նույն վերսենք ինտերնետում մտնում ես Facebook, գալիս է մի հատ շատ տարօրինակ կայքից ինչ որ մի հատ սկանդալային թվացial նորություն, որին եթե դու մի քիչ չունենաս անալիտիկ մտածելակերպ, չհասկանաս էսով այս ինչա, քլիք ես անում ու սկսում ես հավատալ, սկսում ես տարածել, որ ոյ նայեք ինչա պատահել։ Այդ level-ի, այդ մակարդակի մարդկանց վրա ազդելը, իրենց իշխել, իրենց կառավարելը շատ ավելի հեշտ է, ու այստեղ կա կարծիք, որ ոչ միայն Հայաստանի կառավարությունը հատուկ դիտմամբ գցում են կրթական ցենզը, մակարդակը, որպեսզի հեշտ լինի կառավարել։ Կան մարդիկ, ում ձեռնտու չի խելացի հասարակությունը։ Չեմ կարծում, որ մարդիկ այդ աստիճան ղեկավարները ոնց որ մտածում են նրա մասին, որ պետք է մարդիկ շատ խելոք լինեն, որովհետև դու գիտես, որ եթե ենթադրել որ միայն դու ես կառավարելու այդ մարդկանց, մի քիչ պարզամտություն է։ Եթե մարդիկ այդքան հիմար են, իրենք շատ հեշտ կգնան, կուլ կգնան այլ մարդկանց կամ այլ ազդողուժերի պատկերացումներին։ Եվ ընդհանրապես ավելի կայուն են այն երկրները, որտեղ մարդիկ ավելի խելացի են։ Եվ այո։ Եվ ասեմ, որ հենց մենատիրությունները Ես դա կարող եմ ասել Ռուսաստանից ելնելով կամ Չինաստանում, առավել Չինաստանը, շատ Սինգապուրը, որը մենապետությունն է։ Այո։ Շատ մեծ ուշադրություն են դարձնում կրթությանը։ Դե։ Եվ հենց ժողովրդավարական երկրներում կրթությունը շատ հաճախ անտեսվում է։ Ինչու՞, որովհետև գալիս են 4 տարի մեկ փոխվում են ղեկավարներ, ու կրթությունը այնպեսի բան է, որ 4 տարի մեկ փոխելով չես կարող առաջ տանել։ Պետք է հետևողականություն, շարունակականություն, որոշակի հստակ գիծ զարգացման։ Ասածս այն է, որ եթե դու կրթությամբ լավ չզբաղվես, ինքը ինքն իրեն կկործանվի։ Պետք է հատուկ կործանել։ Պետք է զբաղվես, պետք է տրվես դրան, պետք է դրա ռեսուրս տնես, որ ինքը կայանա։ Կրթական համակարգ, այսպես ասեմ, ժամանակակից մարդ արտադրելը տեխնոլոգիապես բարդ գործ է։ Դպրոցները արտադրում են ժամանակակից մարդկանց։ Դա պահանջում է լավ արդյունավետ համակարգ կառուցել։ Դրա համար պահանջվում է կամք եւ մեծ ցանկություն եւ տեսլական եւ նաեւ որոշակի վճռականություն եւ շարունակականություն, ամեն հաջորդ իշխանություն պետք է դա վերցնի նախորդ իշխանությունից եւ առաջ տանի, ոչ թե ասի փնովի, ասի ինչ եք սարքել, քանդի նորից սարքի։ Ինչպես շատ հաճախ լինում է։ Խնդիրն այն է, որ կրթությունը կրթամեջ շատերն են ներգրաված։
ցանկացած երկրում կրթության ոլորտում շնորհիվ երեխաների արկայության ներգրաված է երկրի բնակչության մի զգալի մասը։ Բացի դրանից, քանի որ երեխաները մեծահասակների ամենացավալի ամենազգայուն մասն են իրանց կյանքի։ Իրենք նաև դրա շուրջ շատ արագ ոնց որ լարվում են, անհանգստանում են եւ այլն եւ այլն։ Իրենց հուզական ազդակները շատ ուժեղ են երեխաների հետ կապված։ Եվ դա բերում է նրան, որ կրթությամբ զբաղվելը նաև դառնում է շատ բարդ գործ։ Որտեղ շատ մարդ է ներգրաված, ցանկացած քո քայլ շատ ուժեղ արձագանք է ստանում, խոշորացուցի կա։ բայց մյուս կողմից դառնում է լծակ քաղաքական պայքարի եւ այլն։ Օրինակ մենք այբում սկզբունք ենք դրել, որ մենք որևէ քաղաքական գործընթացի մեջ չենք մտնում։ Մեզ փորձում են անդադ ներքաշեն, իսկ մենք անդադ դիմադրում ենք, ինչու՞։ Որովհետեւ շատ կրթություն շատ զգայուն թեմա է մարդկանց համար։ Եվ եթե դու հանկարծ հայտնվեցիր այդ դաշտում, քեզ կդարձնեն ֆուտբոլի գնդակ։ Քեզ կօգտագործեն, կմաշեցնեն շատ արագ, դու կոչնչանաս։ Այդ պատճառով, հենց այդ պատճառով կրթությունը զարգացնել շատ դժվար է դառնում։ Դա ցավոտ բարդ գործ է, ով, ասենք ես երբեք չեմ նախանձել կրթության նախարարն է։ Ամենադժվար նախարարությունն է, դժվար հարցն է կառավարության մեջ եւ նաեւ քաղաքական արագ մաշվելու տեսակետից քաղաքական առումով ամենավտանգավոր պաշտոնն է։ Ես այստենց հարց էի պատրաստել, եթե դուք մի օր դառնաք կրթության նախարար, ինչը կփոխեք առաջին հերթին։ Արժի ամեն հարցը պետք չէ։ Դե քանի որ ես երբեք չեմ դառնա կրթության, կարող ասենք։ Կարող եմ ասել։ Ինչ խորհուրդ կտայի փոխել։ Արդեն ասացի, առաջին հերթին մեծ ջանք դնել եւ ներառյալ բոլոր խողովակները պետական եւ ոչ պետական, որպեսզի ուսուցչի եւ դպրոցի կարգավիճակը երկրում բարձրանա, որպեսզի դրանք դառնան հարգված կառույցներ։ Բոլոր այդ սկանդալային պատմությունները եւ այլն, որոնք անդադ կհարուցվեն եւ այլն, դրանք մասնավորել եւ չտարածել ամբողջ համակարգի վրա։ Ասում ենք, այո, A դպրոցում կա խնդիր, դա խնդիր է A դպրոցում, ոչ թե մենք դպրոցներում ունենք խնդիր, տեսեք ինչ է կատարում A դպրոցում։ Շատ տարբեր մոտեցում է, չէ՞։ Եվ կենտրոնանալ նրա վրա, որպեսզի կրթության կառավարումը լինի արդյունավետ։ Նշանակում է ժամանակակից աշխարհում, երբ որ պետք է ճկունություն եւ դինամիզմ, նշանակում է զինել դպրոցների ղեկավարներին, տալ իրենց ինքնուրույնություն, բայց պահանջել իրենց, ավելացնել իրենց պատասխանատվությունը, բայց տալ իրենց ինքնուրույնություն եւ մտցնել որոշակի զանազանություն։ Չդնել բոլոր դպրոցները նույն կերպ անել։ Անհնարին է, չի աշխատի, անարդյունավետ է։ Քաղաքի դպրոցը չի կարող նման լինել գյուղի դպրոցին։ Սահմանամերձ դպրոցը մի խնդիր ունի, ասենք Վանաձորում դպրոց այլ խնդիր ունի, Գյումրիում այլ խնդիր ունի, Երևանում այլ, պայմանավորված տեղի մշակույթով, նախապատմությամբ, լիքը բաներով։ Սոցիալական վիճակով, վտանգներով, ամեն ինչ։ Դպրոցները շատ տարբեր վիճակներում են եւ այստեղ կարևոր է զանազանությունը եւ զանազանությունը նաեւ զարգացման գլխավոր հանգամանքն է։ Երբ որ չկա զանազանություն, չկա զարգացում։ Բոլորը ձգտում են իրար նման լինել եւ դա երբեք չի բերում փոփոխության։ Շատ ավելի դժվար է նաեւ իրագործել փոփոխությունը եւ վերջին միտքը երբեք չդադարեցնել կրթական բարեփոխումները։ Կրթական բարեփոխումները շարունակական իրենք հավերժ են։ Կրթական համակարգը պետք է մտնի կրթական բարեփոխումների մեջ եւ երբեք դուրս չգա։ Ամեն նախարար պետք է ստանձնի բարեփոխումներ եւ շարունակի դրանք։ Ոչ թե ասի դե վերջ։ Մենք ավարտեցինք մեր ծրագիրը բարեփոխումների, մենք շատ բարեփոխված ենք, երբեք։ Եվ ոչ թե դա նշանակում որ պետք է բերել այսպես բանի վիճակի, դե ամեն օր փոշի սրբել վիճակի բարեփոխում կոչել, այլ կտրուկ բարեփոխում։ Ասենք նույնն է ինչպես դուք մտնեք ամեն օր ձեր մեծ սենյակ ու ասեք վերջ, այսօր այս կահույքն է փոխում։ Վաղը մտնենք ասեք հիմա բասկաթոռն եմ փոխում։ Հաջորդ օրը հերոստացույցն եմ փոխում։ Հաջորդ օրը սա ներկում եմ։ Հաջորդ օր այդ աստիճան։ Բոլորը ասեք գիշես, ինչ ես անում։ Բայց եթե դու դա չանես անընդհատ, համակարգը այնքան իներտ է, այնքան մեծ է, այնքան պոզուպոչ ունի, որ եթե դու անընդհատ իրան առաջ չքաշես, ինքը լրվելու է տեղում, մտնելու է ճայիչ, վերջ, հենց ճայիչ մտավ, էլ չես հանի։ Հայտի բան կա, ասենք ճանապարհը, չէ՞։ Եթե դուք ճանապարհը ամեն տարի վերանորոգեք, այդ ճանապարհը միշտ նորոգ կլինի։ Այո։ 2 տարի չվերանորոգեք,
պետք է տակավին վերանորոգեք ու շատ ավելի թանկ է նստել զրոյից։ Դա է խնդիր, նույնը կրթությունն է։ Հիմա մենք մտել ենք այդ ամբողջական բարեփոխման վիճակի մեջ, մենք հիմա նոր ասֆալտ ենք փռում, որտեղ հին ասֆալտը քարուքանդ վիճակում է։ Շատ կուտակվել են փոսեր։ Ու բոլոր կողմերից կան խնդիրներ, որոնք պետքա լուծել։ Ահռելի քանակի խնդիրներ։ Ես իսկապես չեմ նախանձում այսօրվա նախարարին, ահռելի քանակի խնդիրներ են կուտակված։ Ուր նայում ես խնդիր։ Որ ես ազնությամբ, երբ որ ես մեղադրում եմ, ես էլ ունեմ շատ բան մեղադրելու եւ քննադատելու, բայց պետք է հաշվի նստել իրավիճակի հետ։ Իրավիճակը ահավոր է։ Ժառանգությունը շատ վատն է։ Եվ կուտակված է։ Փոսերը խորն են։ Ես սկզբից ասացի, որ մեր կրթական համակարգը լավն է, բայց ասեմ, որ զարմանալի է, որ այդ դարույի փոսերի բաների պայմաններում բոլորը այդ ճանապարհներով գնում գալիս են ու իրենց գործը անում են, այդ վիճակն է, ես։ Հիմա նոր ասֆալտ ենք փռում, կոպիտ ասած։ Փռեցինք պրծանք, նորից սկսել են փոսեր առաջանալ։ Ասածս այն է, որ դու պետք է անընդհատ շարունակես աշխատել, չեմ ասում, որ րոպե մեկ գալու են ասելու են սխալ տեղ է ճանապարհը, այնտեղ պետք է լինի։ Սխալ ես անում, լավ չես անում։ Հա, որտեվ դե աշխարհները արագ փոխվում։ Նոր մի բան սարքում ես, արդեն պետք է քանդես։ Որտեվ դեռ այլ բան է հիմա։ Իրողությունը փոխվել, իրականությունը փոխվել, նոր տեխնոլոգիաներ, նոր մոտեցումներ, ու խոսքը չի վերաբերում կրթական տեխնոլոգիաների։ Ամեն ինչ աշխարհն է փոխվում։ Եվ աշխարհը պահանջում է նոր մարդ, նոր տեսակի հմտություններ, նոր տեսակի պատկերացումներ։ Այսպես ասեմ, դրանից մանկապարտեզ ու տարական դպրոցը համարյա չեն փոխվում։ Միջին դպրոցը մի քիչ թափ է տալիս, ավագ դպրոցը արդեն գնում գալիս է, իսկ համալսարանները ընդհանրապես ես չեմ հասկանում նրանք ոնց են ապրում, որտեղ այն կտրուկ փոփոխությունները որ կան աշխարհում, թե համալսարաններն անտակ տոկի տան։ Հա։ Իրենք չպետք է հանգիստ գոյատևեն, որտեղ ամեն օր մի նոր, ասենք մենք նոր սովորեցինք արտադրել ծրագրավորողներ, իրենք այլևս պետք չեն։ Վերջ, հա։ Սլայդերը սարքում ես շաբաթվա, մեկ էլ էլի բան փոխվեց։ Ասենք նախորդ երեկո սարքս լավ գոնե միշտ գիշերը ոչ չփոխվի առավոտյան։ Որ առավոտյան կարողանաս այո։ Երբեմն հիմա առավոտ շուտ եմ նայում ինչ կարամ ապդեյթ անեմ, որովհետև դա էլ են ոլորտ։ Ես ասենք այն աստիճանը, որ հիմա իմ նոթբուքը դարձել է իմ ծրագրավորողը, մասնավոր։ Բարձ օրինակ բերեմ, ինձ պետք է պրեզենտացիայի մեջ QR կոդ դնել։ 1000 կայք կա QR կոդի, բայց ես ալարեցի գնամ այդ կայքերը փնտրեմ։ Համել ChatGPT։ ChatGPT-ն ասում է ծրագիր գրի որ QR կոդ է սարքում։ Ռոպեական գրեց, ծրագիր աշխատացրեցի, QR կոդը սարքեցի դրեց։ Վերջ։ Google-ի որոնումների ծավալը շատ ընկել է ChatGPT ու շարունակի ընկնում։ Ես չեմ ուգտում Google-ից։ Ես էլ այն ինձ բռնել եմ այդ պետքի վրա, որ ինչ լինում է chat-ին եմ հարցնում, այլ ոչ թե Google-ը, որտեղ Google-ը քեզ վերում է լինքերը, դու այդ լինքերը քո ջուջանես գտնես, ինչի ChatGPT-ն սամա բարած վերում է։ Ու հետաքրքիր ինչն է, Gemini-ում չկա այդ նույն ֆունկցիան։ Ահա։ Որտեղ իրենք հասկանում են, որ եթե Gemini-ում դրեցին, արդեն Google-ի օգտատերերն են, որոնք դեռ նվիրված են իրենց։ Կմտնեն դրանով կանեն, իրենց ամբողջ բիզնեսը, որը կառուցված է գովազդի վրա, ամբողջը կորցամի, բայց իրենք արդեն անխուսափելու են գնում են այդ ճանապարհով։ Իրենք հիմա պետք է իրենց վեր գտնեն, բայց ոնց։ Տեսեք, նույնիսկ Google-ը Գիգանտ Google-ը տուժեց այն ամենից իստերիան։ Այո, ուր մնաց մենք։ Այնպես որ եկեք չբողոքենք ու հասկանանք, որ աշխարհը շատ արագ է փոխում, կրթությունը շատ արագ է փոխում, մենք կամին ենք։ 70-80 100,000 դրամով հնարավոր է սերունդ կրթել անմնացորդ նվիրումով։ Չէ՞ որ դասատուի միջին աշխատավարձը այդ թվերի մասին է։ Հնարավոր է, ու այդպիսի ուսուցիչներ շատ կան, բայց դա ընդունելի չի։ Մարդիկ պետք է ստանան 100 պատշաճի աշխատավարձ։ Իհարկե մենք պետք է որպես հասարակություն, քանի որ դա պետական գումարներ են, հարկերից հավաքված գումարներ են, մեծ բոլորից այդ գումարը կտրում են։ Մենք պահանջենք որոշակի պատասխանատվություն ուսուցիչից եւ մասնագիտական կարողությունների ապացույց։ Մենք պետք է համոզված լինենք, որ ամեն առանձին վերցրած ուսուցիչ ունի շարունակական զարգացման գործընթացի մեջ է ներգրաված եւ ունի բավարար գիտելիքներ, որ երեխաներին կրթի, որ մենք կարողանանք հանգիստ խղճով աշխատավարձ տանք, կտրենք մեր հարկերից տանք իրեն։ Եթե դա լինի, այդ մեխանիզմը աշխատի։ Հիմա ուսուցիչները դիմադրում են այդ կամավոր ատեստավորման բանը, բայց հենց այդ մեխանիզմն է, որ կբերի նրան, որ պետությունը կարողանա բացատրել քաղաքացիներին, որ ես վստահ եմ, որ գումարները, որ տրվում են այս մարդկանց, տրվում են որակյալ աշխատանքի դիմաց, որտեղ մենք ունենք մասնագետներ, որոնք անդադ աշխատում են իրենց զարգացման վրա եւ ունեն բավարար գիտելիքներ առարկայից, որպեսզի կրթեն մեր երեխաներին։ Այդ պարագայում մենք կարող ենք շարունակաբար ավելացնել աշխատավարձներն, ավելացնել ներդրումները կրթության մեջ եւ ունենանք շատ ավելի լավ վիճակ
հանրակրթության ոլորտում եւ ոչ միայն հանրակրթության։ Հիմա մենք այդ փակուղու մեջ ենք մեծ առումով, որ հասարակությունը դժգոհ է դպրոցներից, հասարակությունը կողմ չէ, որպեսզի ու դա ինչպես է արտահայտվում Հայաստանում հետաքրքիր կերպով իրական դեմոկրատիա է։ Այն առումով որ մենք ունենք պոպուլիստական իշխանություն։ Պոպուլիստական իշխանությունը անում է այն, ինչ դուր է գալիս մարդկանց։ Եթե մարդկանց վաղը դուր գա մեր դպրոցները, եւ մարդիկ ասեն դե արժանի արդարացի էս մարդիկ բարձր աշխատավարձ։ Մեր իշխանությունը միանգամից դա կանեն, որտեղ դա իրենց կբերի ձայներ։ Այո։ Չէ՞։ Որտեղ իրենք կասեն, ահա, դեր ուզած արեցինք, տեսեք մեզ համար կա։ Դեմոկրատիան ունի այդ պոպուլիզմի բաղադրիչը, մենք անդադ ասում ենք պոպուլիզմը վատ բան է, պոպուլիզմը վատ բան է, թե պոպուլիստական իշխանությունը խափում են մարդկանց եւ մանիպուլացնում են։ Բայց եթե իրենք ազնիվ պոպուլիստ են, այդքան էլ վատ բան չի։ դա իրականում ժողովրդավարության հիմքն է, ազնիվ պոպուլիզմը։ Հիմա ասենք մենք նույնը ունենք Ամերիկայում, պոպուլիստական իշխանությունը, բայց արի ուտես այդ իշխանությունը հիմա ասենք ամբողջ Ամերիկայի այդ բավականին այսպես աճած ու անարդյունավետ կառավարման համակարգը փորձում է բարեփոխել, որտեղ մարդիկ դա են ուզում։ Իրենք ակնկալում են, որ դա անարդյունավետ է աշխատում։ Կարող է սուտ են ակնկալում, բայց մարդիկ կպած անում են, գործ մի լավ բան կանեն։ Ասածս այն է, որ մենք պետք է գիտակցենք, որ մեր կրթական համակարգի բարեփոխումը կախված է մեզան։ Հենց որ մենք դա իրապես որպես ազգ ակնկալենք, պահանջենք կլինի։ Եվ որտեվ իշխանությունը դրանով ձայն կհավաքի։ Ասենք ես դա ունեմ, այդ փորձ ունենք մենք գիտուժով, երբ որ մենք հավաքեցինք բավականին քանակությամբ մարդկանց, համոզեցինք հանրությանը, մի քիչ ողջևորեցինք, ստակացրեցինք, գնացինք ասենք իշխանություններին, եկեք գիտությունը զարգացնենք, գիտության ֆինանսումը կրկնակի աճեց։ Ակադեմիական քաղաքի ուրվագծերը առաջացան, բան։ Դա դարձավ այսօրվա իշխանությունների հիմնական նախագծերից մեկը իրենց նախընտրական եւ այլն քարոզչական, որը ունի իր մեջ միշտ ինչպես ցանկացած քաղաքականացված գործընթաց ունի իր բացական կողմերը, բայց միանշանակ ունի նաեւ դրական կողմեր։ Ինքը դառնում է շարժիչ։ Այո, եւ այդ նախաձեռնությունը եկել է ձեզանից։ Այո։ Հիմա նույնը կարելի անել հանրակրթության մեջ։ Մի քիչ ավելի ծանր է, որովհետեւ այնտեղ ծավալը մի քիչ ավելի մեծ է եւ եթե մենք այստեղ խոսում ենք ընդհանրապես մի քանի հազար գիտնականների մասին եւ մեծ ծավալի ծախսերի մասին խոսքը չէր գնում, այնտեղ արդեն խոսում ենք 35000 ուսուցիչների մասին, շատ ավելի մեծ ծախսերի մասին է խոսքը գնում, բայց մյուս կողմից նաեւ շահառուների քանակն է շատ ավելի։ Այո։ Մեր ամբողջ բնակչությունը։ Եվ արդյունքն է ավելի տեսանելի է։ Բայց այդ տեսանելիությունը մենք պետք է ապահովենք։ Ու այստեղ արդեն գալիս է թե ինչպեսին կլինեն մեր դպրոցները։ Ու նորից վերադառնում ենք այդ նույն շղթայով իմ սկզբնական գաղափարին, որտեղ սկսեցի պատասխանել ձեր հարցին, թե ինչ քայլերս կնախաձեռնեի, եթե մի օր Աստված ոչ ասացի դառնայի նախարար։ Հենց դա։ Ես կարծում եմ ամենակարևոր բանն է դպրոցներից ակնկալիքը բարձրացնելն է եւ պետության ակնկալիքը եւ հասարակության ակնկալիքը։ Եվ վերջին հարցը, ո՞րն է ամենամեծ սուտը կրթության մասին, որին դեռ բոլորս հավատում ենք։ Որ սովորիր, որ պիտանի մարդ դառնաս։ Ահա։ Այդպես։ Դրա համար չեն սովորում։ Սովորելը պիտի ինքնանպատակ։ Անհայրն է լավ սովորել, եթե քեզ համար սովորել ինքնանպատակ չէ։ Եթե դու չես սովորում, սովորելը սիրելով։ Զուտ սովորելու համար։ Սովորում ես լավ մարդ դառնալու մամային պապային գոհացնելու։ Որևէ արտաքին նպատակ երբեք չի դառնա սովորելու կարևորագույն մոտիվացիան։ Չի դառնա լավ սովորելու հիմք։ Ամենալավ սովորող մարդիկ են, որոնք սովորում են, որտեղ ահավոր սիրում են սովորել։ Իրենց դա դուր է գալիս։ Իրենց դա հաճույք է։ Օրինակ մարդ են դառնում։ Ու դա շուտ հա իհարկե դառնում են ամեն բան։ Բայց դրա հիմքում դա է։ Սովորելը գիտեք ինչ է, սպորտի նման բան է։ Լավագույն սպորտսմենները ոչ թե նրանք են, ով ամեն գնով պատրաստ են հաղթել, այլ ում այն ինչ որ իրանք անում են, ահա որ դուր է գալիս։ Այլապես կամար տանջանքի է դա վերածում։ Իսկ տանջանք երբեք հաջողության չի բերում։ Հաջողության բերում է ոգևորությունը։ Եվ իհարկե դրա հետ մեկտեղ պիտի լինի ցանկություն կայանալու, պիտի լինի ցանկություն, բայց դա շատ բնական ցանկություն է, դա պետք չի ասել մարդկանց։ Պետք է երախային ասել, գիտես ինչ, սովորիր, որ պիտանի մարդ դառնաս։ Ամեն երեխա իր հոգու խորքում ուզում է օգտակար լինել։ Նա գիտակցում է երեխայի մոտ բնազդային մակարդակով կա այն զգացողությունը, որ թե ինքը պետք չնի ոչ մեկին իրեն չեն կերակրի։ Երեխան անգամ այդպիսի
հաճերի ճկնաղ բալիկ է, որ մեծեր իրեն սիրեն եւ ուզենան իրեն կերակրեն, այլապես չի ապրի։ Հա, Դա էլ է այո։ ոնց որ այդ բնական ընտրության արդյունք։ Եվ դա Այո։ բոլոր տեսակների մեջ է, ոչ միայն մարդկային։ Այդ cute-ի որ sense կան, sense քողծու համով։ հենց այնպես չի, չէ՞, cute։ Ինքը հենց այնպես չի դա այդպեսին, է, դա համար որ բայց հասկանալի է, չէ՞, որ երեխան այդ բնազդը իր մեջ նստած է, որ նա ամեն պահ վախենում է, որ հանկարծ ինքը ոչոքի պետք չի լինի, իրեն դուրս կվտալի։ Ահա։ Գիշկ կա պարֆումեր է կոչվում, որտեղ հենց այդ երեխան է, որը ոչոքի պետք չէր, որի մայրը ծնում է եւ նետում է աղբի մեջ։ Եվ նա իր ամբողջ կյանքը մեծանում է ոչոքի պետք չլինելով։ Նաև նա մարմնի համ հոտ չի ունենում եւ իրեն ոչ ոք չի նկատում։ Եվ նա դառնում է պարֆումով զբաղվում, բուրավետ բան արտադրությամբ, որպեսզի իրեն սիրեն։ Եվ արդյունքում հայտնագործում է նյութ հոտ շատ դաժան կերպով մարդկանց սպաներով, որի միջոցով բերում են որ բոլորը իրեն սիրում են։ Այդպեսին է պատմությունը, բայց ասած այն է որ ֆիլմն է, չէ՞, ֆիլմեր կա նաև, դրա հիմա բայց ես գիրքն եմ կարդում։ Հիմա ինչ եմ սա մասին ասում, որ մարդուն բնորոշ է։ Երեխային բնորոշ է ցանկանալ օգտակար լինել։ Պիտանի օգտակար լինել։ Դա պետք է երեխային բացատրել։ Երեխային պետք է սովորեցնել սիրել սովորելը։ Դա է հիմքը։ Եվ մեր այդ անընդհատ ասել է, որ մեծանաս լավ մարդ կդառնաս, դա ամենասխալ բանը, որ մենք ասում ենք երեխան։ Պետք է այնպես անել, որ ինքը ուզենա ուղակի կրթվի։ Հայո, մենք պետք է ասենք սիրիր կրթությունը։ Ընդհանրապես։ Շատ բան պետք։ Շնորհակալ եմ շատ լուսավորող զրույցի համար, իսկապես ինձ համար էլ շատ նորություններ ու միգուցե մտածելու շատ առիթներ եղավ այս զրույցի շնորհիվ, շնորհակալություն շատ։ Շնորհակալություն ձեզ։ Շարունակեք հետևել Tribune-ի YouTube-յան ալիքին, իսկ եթե ձեզ դուր է գալիս այն, ինչ մենք ենք անում, բաժանորդագրվեք մեր Patreon-ին։ Կհանդիպենք, ցտեսություն։